Այսօր կփորձենք հենց այդ տեսությունը ավարտին հասցնենք, ոնց գտնել ֆունկցիան ամենից ամենափոքր արժեքները ու ոնց որ միանգամից այդ սպոյլեր անեմ, ամեն ինչը շատ-շատ նման է մի փոփոխականի ֆունկցիայի դեպքին։ Եթե մի երկու բառով հիշացնեմ, եթե ֆունկցիաս կախված էր մեկ փոփոխականից, ասենք x-ից, բայց x-ը bold x չէ, սովորական x-ից, կամ ուրիշ ձև ասած, sense r-ից դեպի r էր, կամ միգուցե r-ից r չէր, բայց ինչ որ միջակայքից դեպի r էր, այսինքն input-ը ստեղից է, output-ը ստեղից է, այդ դեպքում ինչ ենք անում, ասում ենք, օքեյ, եթե մի որևէ կետ հանդիսանում է սրա համար անուններ ենք տվել, հա, լոկալ մաքսիմում, լոկալ մաքսիմումի կետ, լոկալ մինիմումի կետ եւ այլն, գլոբալ մաքսիմում, գլոբալ մինիմում, ապա պարտադիր պայմանը, որ այդ կետում ածանցյալը լինի 0 կամ ածանցյալ գոյություն չունենա, հա, այսինքն կամ ածանցյալ չունի կամ ածանցյալը 0 է։ Հետո ասում եք շատ լավ, եթե ածանցյալը 0 է, բա դրանից հետո ոնց իմանանք լոկալ մինիմումա, թե լոկալ մաքսիմումա, թե այն շրջման կետերից է, որոնք որ ոնց որ կրիտիկական կետեր էին, բայց էքստրեմի կետեր չէին։ Դե դրա համար այսինքն էլ ինչ որ տարբերակներ կա, տարբերակներից մեկը այն է, որ եկեք նայենք այդ կետում երկրորդ կարգի ածանցյալի նշանը, եթե սա ածանցյալ նշանը դրականորեն մինիմումի կետ է, հակառակ դեպքում լոկալ մաքսիմումի կետ է, ու ոնց որ այդ դրանում մոտավորապես վերջանում էր այդ հարցի քննարկումը, համենայն դեպս ունենում ենք շատ ուժեղ գործիքներ, այդ դրանով հետո կարող ենք լավ խնդիրներ լուծել։ Լրիվ նույն պատկերն է լինելու նաև այս դեպքում։ Ուղղակի արդեն ածանցյալ չունենք, ածանցյալը ինչ որ կետում չի կարող 0-ին հավասար լինի, բայց գուշակում եք ինչն է, որ պետք է 0-ին հավասար լինի։ Որպեսզի լինի, ասենք, մինիմումի շատ լավ, ընդհանրում բոլոր մասնակի ածանցյալները, այսինքն եթե մեր հեսա կտեսնենք, որ որպեսզի ինչ որ կետում մեր, եթե այդ կետում ֆունկցիա ունի ածանցյալներ, ասենք fx եւ fy մասնակի ածանցյալներ։ Եթե ուզում ենք դա լինի լոկալ էքստրեմումի կետ, այսինքն լոկալ մաքսիմումի կամ լոկալ մինիմումի կետ, որ հեսա կսահմանենք, այդ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ կետում մասնակի ածանցյալները լինեն 0։ Իսկ մասնակի ածանցյալները 0 լինեն, նշանակում է իրանցից բաղկացած վեկտորն է 0։ Իսկ իրանցից բաղկացած վեկտորի 0 լինելը այդ նույնն է, որ ասած ֆունկցիայի գրադիենտը այդ կետում 0 է։ Այսինքն այս գրադիենտի 0 լինելու պայմանը փոխարինելու է ածանցյալի 0 լինելու պայմանի։ Երկրորդ կարգի ածանցյալի փոխարինը դիտարկելու ենք ոնց որ էլի մեր f-ը x-ից y-ից է կախված, իրան ածանցել ենք 2 անգամ ու այդ դրանցով արդեն հիմա շատ չեմ մանրամասնի թե ինչ ենք անում, բայց էլի ինչ որ բան ենք վերցնում, դրա նշանին նայենք, այդ էլ մոտավորապես երկրորդ կարգի ածանցյալը լինի։ Հետո նույն ձև Թեյլորի գաղափարն ենք մտցնելու Թեյլորի վերլուծության ու մնացածը կտեսնենք, էլի ես ուղղակի կարճ անոնսեր թե ինչ ենք անելու։ Հարցեր միջև առաջ անցնելը։ Լավ։ Ուրեմն ֆունկցիայի համար նախ կսահմանենք լոկալ մինիմում, լոկալ մաքսիմում, կասենք որ այսինչ կետը հանդիսանում է, հիշեցնեմ ֆունկցիան կախված է մի քանի փոփոխականներից, կարող համարենք որ կախված է x-y-ից, երբ որ գրում ենք bold x, նկատի ունենք այս x-y-ը միասին որպես մեկ վեկտոր։ Դե կասենք որ այսինչ կետը լոկալ մինիմումի կետ է, եթե այդ կետում իմ ֆունկցիան, այսինքն պատկերացրեք ինչ որ sense երկչափ բան գծեցի, եթե այդ կետում, այս կետում sense ֆունկցիան գալի ընդունում է ամենապուճուր արժեքը։ Լոկալ իմաստով, այսինքն այս մեր x0 կետն է, այս կետում իր ընդունած այս արժեքը ամենափոքրն է, իր ինչ որ մի sense շրջակայքում, այսինքն այդ կետի հարևանությամբ, այդ կետին մոտիկ կետեր որ նայեք, այսինքն մոտավորապես ինչ որ այստեղ արենք արժեքները, իրանք ամենափոքր արժեքը խոսքով x0 կետում է։ Այդ դեպքում իրանք կանանենք լոկալ մինիմումի կետ։ Եվ հակառակ դեպքում կանանենք լոկալ մաքսիմումի կետ։ Այդ կետից դա ուրիշ ձև ոնց է կարելի ձևակերպել։ Կարանք ասենք բոլոր այն կետերի համար, բոլոր այն x կետերը, որոնք գտնում են այս մեր x0 կետին բավականաչափ մոտիկ, այսինքն այս x0 կետի ինչ որ մի այսպես իրար մոտիկ գտնվող կետերի բազմության մեջ եթե նայես, ամենապուճուրը իր արժեքն է։ Իրան մոտիկ կետերը դա այն կետերն են, որոնց հեռավորությունը իրանից փոքր է այդ պուճուրիկ դելտա արժեքից, դե հեռավորության գաղափարն է ոնց է անում, երկու տեսեք սրանք արդեն որ ասեմ x-y, օրինակի համար այս մեր bold x-ը կարող լինի 2-3, հա, r2-ի ինչ որ մի կետ է։ Այս r2-ի կետերի կամ ընդհանուր դեպքում rn-ի կետերի միջև հեռավորության գաղափարը, եթե հիշում եք, հանում ենք իրարից այդ կետերը որպես վեկտորներ։
նայում ենք Էվկլիդյան նորմը, ասենք Էվկլիդյան նորմը, որտեղ նշածի նկատի ունենք Էվկլիդյան, եթե Էվկլիդյան նորմը փոքր է դելտայից, այսինքն իրան մոտիկ է ինչ-որ մի կետ, այսինքն իրան մոտիկ կետերի բազմությունն ենք նայում, այդ կետերի բազմության մեջ պետք է ամենապուճուր արժեքը ընդունի մեր այս x0 կետում ֆունկցիայի եղած արժեքը, այսինքն սա պետք է բավարարի այս պայմանի, որը լրիվ նույնն է, ինչ որ նոր ասեցի, այսինքն լոկալ իմաստով, լոկալ փոքրիկ մասշտաբներով x0-ն ամենապուճուր արժեքն է։ Այդ դեպքում կասենք լոկալ մինիմումի կետ, նույն ձևեք սահմանենք լոկալ մաքսիմումի կետը, ոնց որ այս սարի գագաթը լինի։ Ու ձեր ֆունկցիան կարող ունենա լիքը լոկալ մինիմումի կետեր, լիքը լոկալ մաքսիմումի կետեր, լրիվ ոնց որ շատ մեկ փոփոխականի ֆունկցիայի դեպքում է, եկեք ստեղ սկրոլ անենք ներքև, այս ձախ կողմում տեսնում եք, որ x քառակուսի գումարած y քառակուսի ֆունկցիայի համար այս իմ 0,0 կետը, տեսեք, սենց որ իջացնեմ, այս 0,0-ն, ոնց որ այս փոսիկի ամենաներքևի կետն է, սենց վերևից որ նայեք, այս ձեր բաժակն է, բաժակի ներքևի կետը, դա լինելու է իր լոկալ մինիմումի կետ։ Այդ կետում ընդունած արժեքն էլ կանվանենք ֆունկցիայի լոկալ մինիմում։ Իսկ այս աջ կողմի ֆունկցիայի համար է, ոնց որ սենց սարը, բլրակը, այդ բլուրի գագաթը, այս 0,0 կետը ինքը լինելու է լոկալ մաքսիմումի կետ։ Եվ իհարկե կան այդ լոկալը մի քանի հատ լինի, ոնց որ ասացինք, բայց կարա սրա կողքն է երկրորդ բաժակը լինի, որը լավ չնկարեցի, բայց պատկերացնում եք մոտավորապես, դա կստացիորում է երկրորդ լոկալ մաքսիմում։ Ուսկն իրար կողմ կարող մի քանի հատ տենց հանգիստ լինեն։ Ոնց որ բան լինի, էլի, այն սպուտնիկի բաներից լինի, սենց մի խոսքով կամ բաժակներ լինեն, միշտ է դրան է նման, այսինքն միշտ ունեն մենք հստակ սարի գագաթ, որ լոկալ էքստրեմում է, սենց այդ բլուրի այդ ներքևի կետը, նո բլուր չէ ներություն, այդ փոսիկի ներքևի կետը, որը լոկալ մինիմումն է։ Շատ լավ, այդ նույն ձև սահմանում ենք եւ լրիվ մեկ փոփոխականի ֆունկցիայի դեպքերի այդ նույն անալոգիայով դրա համանմանությամբ, եթե ինչ-որ կետ էքստրեմի կետ է, լոկալ էքստրեմի կետ է, ապա այդ կետում կամ գրադիենտ չկա, այսինքն ատենցիալ մասնակցանցիալներ չկա, կամ եթե կան մասնակցանցիալներ, եթե կա գրադիենտ, ապա գրադիենտը 0 է։ Այսինքն գրադիենտը հավասար է 0-ական վեկտորի, այսինքն այդ գրադիենտը, եթե հիշում եք fx, fy, հա, մասնակցություններից բաղկացած վեկտորն է, պետք է բոլոր մասնակցանցիալները լինեն 0։ Դե ոնց որ տրամաբանությունն է, որ եթե օրինակ մասնակցանցիալը x-ի լիներ դրական, այլ ոչ թե 0, նշանակում է ես կարայի այդ կետում, որից որ գտնում եմ, դրանից մի քիչ x-երի ուղղությամբ շարժվեի աջ, հա, կասեի դե տեսեք, ատենցիալը դրական է, նշանակում է մի քիչ աջ որ շարժվեմ, ֆունկցիա արժեքը մի քիչ ավելի մեծ է լինել։ Դա այդ նշանակում է, որ սա լոկալ մաքսիմում չի։ Ու նույն ձև, եթե մի քիչ է ձախ շարժվեի, արժեքը փոքրանալու էր, այդ նշանակում է, որ այս կետը նաև լոկալ մինիմում չէր լինի, այսինքն որպեսզի դա լինի լոկալ էքստրեմի կետ, պարտադիր պետք է մասնակցանցիալներ լինեն 0-ներ։ Այսինքն գրադիենտը պետք է հավասար լինի 0-ին։ Այս համատօրինակ կնայենք, բայց փաստորեն լրիվ նույն սխեման աշխատելու։ Եթե ուզում ես գտնես ֆունկցիայի լոկալ էքստրեմի կետեր, վերցնում ածանցում ես։ Թեկուզ ինքը ունի 10 հատ փոփոխական, ըստ 10 հատ փոփոխականների հերթով ածանցում ես եւ բոլոր ածանցյալները հավասարացնում 0-ի, այսինքն գրադիենտը հավասարացնում 0-ական վեկտորի, այդ ինչ կետեր որ ստացվեցին, դրանք քո տեխնացու կետերն են։ Դրանց միջից արդեն կարաս որոնես, որոնք են որ լոկալ էքստրեմի կետ են, որոնք են որ չեն։ Դե ոնց որ նկատեցիք, հակառակը ճիշտ չի, այսինքն կարա լինի այդ կետում գրադիենտը 0, բայց դա չլինի լոկալ մինիմումի մաքսիմումի կետ։ Ուղղակի ինչ որ տենց կետ լինի, որում ածանցյալները 0 են, այսինքն շրջման կետի շատ նման գաղափար, որին այս դեպքում անվանում են ոչ թե շրջման կետ, այսինքն իրականում նես չէ, որ տենց շրջման կետ ենք անվանում, որովհետև տենց ուռուցիկ էր, մեկը դառնում էր գոգավոր, հա, կամ ես հակառակը նշեցի, նկարեցի, գոգավոր էր դառնում էր ուռուցիկ, բայց այս դեպքում այդ ուռուցիկի գոգավորի գաղափարը որպես այդպեսին մի կետում չի, որ շրջվում է, հետաբար շրջման կետ չենք ասում ենք թամբի կետ։ Եթե ինչ-որ մի կետում քո ածանցի քո գրադիենտը 0 է, բայց այդ կետը էքստրեմի կետ չի, իրան անվանում են թամբի կետ, անգլերեն saddle point։ Ինչի համար թամբ, եթե գնանք էլի ես մեր վերևի ֆունկցիան նայենք, այս օրինակը, տեսեք ոնց որ թամբ լինի, այս 0,0 կետը հաստատ լոկալ էքստրեմի կետ չի, որտեղ տեսեք իր կողքի իրանից մեծ արժեքներ կան եւ իրանից փոքր արժեքներ կան։
Բայց այդ կետում մասնակից անցյալները 0 են։ Հա, այսինքն այս որ վերցնենք այս ֆունկցիան x քառակուսյանից y քառակուսի, սա մեր fx-y կլինի, իրան վերցնենք մասնակից անցյալը նայեք ըստ x-ի կտա 2x, ըստ y-ի վերցնենք կտա -y, իրա գրադիենտը որ նայեք 0 կետում, կարող եմ սենց գրեմ, կարող եմ նաև սենց գրեմ, հա, փակագծում է 0 ստորակետ 0, ոչ մի տարբերություն չկա։ Այդ կետում մասնակից անցյալները 0 են, բայց ինքը ոնց որ տեսնում եք լոկալ էքստրեմի կետ չի։ Ու քանի որ այս պատկերը sense թամբի է նման, դրա համար անվանվել են թամբի կետ, կարելի է նաև ասել չիպսի կետ եւ այլ։ Խոսքով այս տեսակի կետերը մեր այն կրիտիկական կետերն են, որոնց մատանցյալը 0 չի։ Այսին նույնն է ինչ որ շրջման կետը, խոսքով մի փոփոխականի ֆունկցիայի համար։ Ու այս կետերին հանում ես դուրս, դա որ մնաց, դրանք լինում են լոկալ էքստրեմի կետեր։ Շատ լավ։ Կարանք մի քիչ խոսանք այն մասին ինչի է, որ օրինակ թամբիկի միշտ այս տեսքը պետք է ունենա, հա։ Ոնց որ պատճառը այն է, որ եթե մասնակից անցյալը ըստ x-ի 0 է, նշանակում է եթե այս քո գրաֆիկը նենց պտտես, որ պատկերացրեք այս y-ների առանցքը չերևա, հա, այդ մոտ այդքան լավ չստացվում պտտելը։ Այ մոտավորապես սենց մի բան։ Տեսեք y-ների առանցքը, որ ուղղված է դեպի ձեզ էկրանից, այդ չի երևում, բայց x-երի առանցքը երևում է, այսինքն նենց է իրան նկարում, որ x-երի առանցքը ուղղվածների ձախից աջ, համարյա ձախից աջ էր ուղղված, սենց մի բան է խոսքով։ Մասնակից անցյալը ըստ x-ի, այդ ոնց որ նշանակում է y-ը սենց ֆիքսի, թող երևա միայն x-երի առանցքը, այս ձախ կողմում որ նայեք, այս սենց է, այս x-երի առանցքն է, այս z-երի առանցքը։ Հիմա որ նայում եք այս ֆունկցիայի գրաֆիկին, ինքը այսպես պարաբոլ ոնց որ հիշացնի, չէ, այ հեսա։ Այս 0 կետում պարաբոլի ածանցյալը 0 է, այդ լրիվ համընկնում է մեր ըստ x-ի մասնակից անցյալի հետ։ Այսինքն ըստ x-ի մասնակից անցյալը տեսնելու համար, ասենց այս դիրքով էս բերում, տենում ես ինչ ֆունկցիա այստեղ նկարվեց, այդ ֆունկցիայի ածանցյալը լինում է քո մասնակից անցյալը ըստ x-ի։ Դե այս կետում իր մասնակից անցյալը ըստ x-ի պետք է լինի 0, ու նույն ձև եթե ուզում ես հասկանաս ըստ y-ի մասնակից անցյալը, ապա իրան հենց ես պտտում, որ այ սենց լինի, այսինքն երևա y-ների առանցքը, բայց չերևա x-երի առանցքը։ Հա, ենթադրենք սենց, տեսեք y-ների առանցքը երևում է, արդեն ունենում ես ոչ թե իմ գծած պատկերը, այլ ունենում ես մի հատ թարս պարաբոլ, հա, հակառակ ուղղված պարաբոլ, այ ես ունենում, չէ, սենց որ ուշադրություն դարձեք, այս եզրագծերով որ նայեք, այդ պարաբոլն է լինում, այս տեսքի, սա y-ների առանցքն է լինում, սա z-երի։ Հիմա մասնակից անցյալը ըստ y-ի, այդ նույնն է, ինչ որ այս ֆունկցիա, որ պարաբոլ է ստացել եք, այդ պարաբոլի ածանցյալ։ Բայց այդ պարաբոլը 0 կետում էլի ածանցյալը 0 է, հետաբար ունենում է 0։ Ուղղակի, տեսեք, ձախ կողմի պարաբոլը այսպես աճում է, այսինքն 0-ն իր համար մինիմումի կետ է, նո չի աճում էլի, ուղղակի 0-ն մինիմումի կետ է։ Աջ կողմի պարաբոլի համար 0-ն մաքսիմումի կետ է։ Այդ երկու բաները իրար հետ որ չեն բռնում, ստացվում է, որ քո այս 0-0 կետը, այս քո երկու փոփոխականի ֆունկցիայի համար ոչ մինիմումի կետ է, ոչ մաքսիմումի կետ է։ Այս իրական մի քիչ տենց չեմ ասում շատ նոր գաղափար է, բայց պետք է ձեռով մի հատ տենց անել ու այդ դրա մասին մտածել, որ նոր կհասկանաք, այսինքն ճիշտ ասած, այս բանը որ մի հատ պահանջում է ինքնուրույն է դրա շուրջ նորից մտածել, բայց ոնց որ գաղափարը էս ու իհարկե լսում եմ հարցերը, ինչ հարցեր ունենք։ Հարցեր, առաջարկներ։ Շատ լավ։ Սենց, այս տեսակի կետերը կոչվում են ուրեմն թամբի կետեր, դա նույնն է, ինչ որ մեր շրջման կետը։ Ու դե ընդհանուր, հա, էս էլ այդ նկարն է։ Ոնց որ ընդհանուր տեխնիկան որն է լինելու, եթե ուզում ես բարձրացնել լոկալ էքստրեմի կետերը, որոնք են, գտի թե որ կետերում ածանցյալը գրադիենտը 0։ Դե դրան գտնում ես, դրանց միջից նայում ես, որ կետերն են, որ թամբի կետ չեն, այդ կետերը լինում են քո լոկալ էքստրեմի կետեր։ Բայց իհարկե ոնց որ հարց կարակ տակ, ասեք, օքեյ, իսկ այդ ոնց ենք անում, ոնց ենք ինչ որ մի կետ ոնց հասկանաս, էլի, առանց գրաֆիկը գծելու, միայն բանաձևից կամ ածանցյալներից օգտվելով ոնց է կարելի իմանալ, լոկալ էքստրեմի կետա թե ոչ, կամ եթե էքստրեմի կետա, ապա մաքսիմումի կետա թե մինիմումի կետ։
Ինչ է կարծում ժողովուրդ, ինչ գործիք կարելի է օգտագործել է դրա համար, ոնց բարձել է լոկալ մինիմումա թե լոկալ մաքսիմում։ Կամ մի փոփոխական ֆունկցիայի դեպքում որը կօգտագործենք, եկեք բարձենք դրա անալոգը ստեղ որն է։ Ահա, համեցեք։ Երկրորդ կարգի ածանցյալները հաշվենք, Շատ ճիշտ է, եթե այդ մասնակի ածանցյալներով ամեն մեկով էլ ինքը լինի մինիմումի, բոլորով լինի մինիմումի կամ բոլորով մաքսիմումի, ուրեմն կլինի ընդհանուր մինիմումի։ Շատ ճիշտ է, ընդ որում ոնց որ այնքան դետալների մեջ որ խորացաք, որ ասացիք, ես այդքան չեմ խառնա դետալների մեջ, բայց ձեր ասացի այդ հիման վրա երկրորդ կարգի ածանցյալներն են, շատ ճիշտ է։ Եվ ոնց որ ինչքանի հատ երկրորդ կարգի ածանցյալ կունենանք, եկեք հարցնել փորձենք հասկանալ։ Եթե f-ը կախված է x-ից ու y-ից, ունեմ երկու հատ մասնակի ածանցյալ fx, fy։ Բայց այս fx-ն ու fy-ը իրանք հերթին ֆունկցիաներ են, չէ՞, fx-ն է կախված x-y-ից, fy-ն է կախված x-y-ից։ Եթե օրինակ վերցնեմ sense ինչ-որ ֆունկցիա, իրան վերցնեմ ածանցեմ ըստ x-ի, դե տակ կմնա 2xy, միևնույնն է սա կախված է եւ x-ից եւ y-ից։ Այսինքն այս իմ fx-ը եւ fy-ը մասնակի ածանցյալները իրանք հերթին, իրանք յուրաքանչյուրը հանդիսանում է փոփոխականի ֆունկցիա։ Հետևաբար, եթե ուզում իրանց էլ ածանցեմ, երկրորդ կարգի ածանցյալը ստանալու համար պետք է այս fx-ը fy-ը վերցնեմ ածանցել, լինում է ընդհանուր 4 հատ ածանցյալ։ fx-ը պետք է ածանցեմ մի հատ ըստ x-ի, մի հատ ըստ y-ի, այսինքն ստանում եմ fxx, fxy, մի հատ էլ fy-ը պետք է ածանցեմ էլի ըստ x-ի ու ըստ y-ի։ Արդյունքում ստանում եմ այս 4 հատ ածանցյալները, որոնց անվանում են երկրորդ կարգի կամ երկրորդ ածանցյալներ։ Ու իրանք արդեն լինում են 4 հատ։ Եթե ունենայի, ասենք, 3 հատ փոփոխական, ունենայի 9 հատ sense երկրորդ կարգի ածանցյալ, այսինքն եթե ունես n հատ փոփոխական, ունես n-ի քառակուսի հատ երկրորդ կարգի ածանցյալ, n-ի խորանարդ հատ երրորդ կարգի ածանցյալ։ Շատ լավ։ Ուրեմն վերցնում ենք այս երկրորդ կարգի ածանցյալները, իրանց խմբավորում ենք մի հատ մատրիցի մեջ, գցում ենք այս մատրիցի մեջ, այդ ոնց որ երկու ածանցյալը վերցնում դնում մեր վեկտորի մեջ ստանում մեր գրադիենտը, տենց էլ այս երկրորդ կարգի ածանցյալները, որոնք որ 4 հատ են, ասենց 2-2-ի վրա, այս հստակ ֆիքսված դասավորությամբ դնում ես մատրիցի մեջ, եւ այդ մատրիցը անվանում ես f ֆունկցիայի հեսյան մատրից։ Հա, հեսյան կամ անգլերեն ասում են Hessian matrix, այդ ինչ-որ մաթեմատիկոս է այդ հեսեն եղել, սա լրիվ նույնն է, ինչ որ իրա ոնց որ երկրորդ կարգի մի փոփոխականի ֆունկցիայի համար ոնց որ դուք ասել f', նույն ձև երկու փոփոխական ֆունկցիայի համար դու ասում ես hf, այս hf-ը նույն գաղափարն է։ Հա, այսինքն բոլոր մասնակի ածանցյալները ուղղակի վերցրել են դրել են այդ մատրիցի մեջ, ասել են էսի է մեր երկրորդ կարգի ածանցյալները պարունակող այդ հեսյան մատրիցը։ Ու ինքը լրիվ նույն դերն է կատարում, ինչ որ երկրորդ կարգի ածանցյալ։ Ըստ էության ֆունկցիայի գրադիենտի գրադիենտն է, դրա համար երբեմն sense են նշանակում, հա, սա f-ի գրադիենտն է, երկու հատ գրադիենտի նշանակում, կամ դու մենք գրադիենտ քառակուսի f նկատի ունեն երկու անգամ ածանցած։ Հա, ոնց որ սովորական դեպքում կգրեք ինչ որ sense բան, որ լավ, sense չասեմ, երկու հատ շտրիխ կդնեք, տենց էլ ստեղ երկու հատ գրադիենտ են դնում, բայց մենք ավելի շատ կֆիքսենք s գրելաձևը, այսինքն հեսյան հետո ֆունկցիան, ու sense կանք հաշվենք երկու փոփոխականի, երբ փոփոխական 4 փոփոխական ֆունկցիայի համար իր հեսյանները, իրանք լինելու են մատրիցներ։ Ընդ որում, ոնց որ այս գրադիենտն է ամեն կետից կախված փոխվում, տենց էլ հեսյանը, կետից կախված փոխվում է, այսինքն սա ինչ որ իմաստով ֆունկցիա է։ Դու ինձ ասում ես, որ կետում է պետք, եւ ես այդ կետում հաշվում քեզ վերադարձնում երկրորդ կարգի ածանցյալները, դնում ես իրար կողք, ստանում ես մատրից։ Ստացվում է, որ այս մատրիցը ինքը կախված է կետից, այսինքն այդ հեսյանը նույնպես մեջ ինչ որ մատ հաստատուն մատրից է, ասենք 2 4 1 3, այլ կարող վերցնեք օրինակ նայեք կոսինուս x անգամ y, այս ֆունկցիան վերցնեք երկու անգամ ածանցեք, տենակ ինչ է ստացվում, ինչ որ ցած x-y-ներից կախված արտահայտություններով մատրից է ստացվել։ Այսինքն ամեն կետում հեսյանի արժեքը փոխվում է ինչ որ մի բանի է հավասար։ Եվ ոնց որ եթե երկրորդ կարգի ածանցյալները անընդհատ են, ապա իրանք իրար հավասար են, այսինքն մեկը որ հաշվեցիր, այն մյուսն էլ է հաշվում,
ու այդ որպեսի չհաշվենք տենանք վերջո անդադ բան ստացվեց թե անդադ չստացվեց, իմացեք որ ցանկացած տենց եթե կոտորակ չի պարունակում ձեր բանաձևը ֆունկցիայի, ուրեմն 99% հավանականությամբ ինքը այս հատկությունը ունի f(x)y որ հաշվում եք, կարող հանգիստ արխային համարեք, որ դա նույնն է ինչ որ f(y)x, այսինքն եթե դուք այս մատրիցը կազմում եք, կարող հաշվեք այս 3 թվերը, այս 4-րդը արդեն ոնց որ ինքնաբերաբար կստացվի, նույնա լինելու ինչ որ սա։ Այսինքն այս մեր հեսյան մատրիցը լինելու է անընդհատ, հա, այս հեսյանը հավասար լինելու իր տրանսպոզին, ներողություն, անընդհատ չէ, սիմետրիկա լինելու, այսինքն այդ ներողություն այս գծի նկատմամբ համաչափ։ Ու կտեսնենք, որ ինքը մեզ պետք է գալու է այդ նույն հատկություններով, ինչ որ երկրորդ կարգի հացանցյալը, հարցեր միջև առաջ անցնելը։ Լավ։ Դե ոնց ենք անում, երբ որ ունենք մի փոփոխականի ֆունկցիա։ Երկու տարբերակ կար իրականում, մեկը որ հացանցյալի նշանը ստուգում եք մի քիչ ձախ, մի քիչ էլ աջ։ Հիմա այստեղ հացանցյալի նշան գաղափար չկա, այսինքն ունես մի քանի հատ մասնակի հացանցյալներ։ Բայց կարելի է ձևակերպել պայման, որը այդ մասնակի հացանցյալներով է աշխատում, բայց այդ շատ երկար ինչ որ մի հատ բան կլիներ, դրա համար մենք ոչ միայն մենք, այլև սովորաբար այդպես այդ օպտիմիզացիայի մեջ չեն բերում այդ մյուս տարբերակը անելու, այլ օգտվում են այս առաջի տարբերակից, որը ասում է հացանցյալի նշանի փոխարեն եկեք նայենք երկրորդ կարգի հացանցյալի նշանը։ Չէ, հիշում եք, եթե հացանցյալը 0 է ինչ որ կետում, այսինքն կրիտիկական կետ է, երկրորդ կարգի հացանցյալը դրականորեն լոկալ մինիմում է, հակառակ դեպքում լոկալ մաքսիմում է, իսկ եթե 0 է, ապա չես կարող ասես ինչա լինում։ Լրիվ նույն բանը տեղում երկու փոփոխականի համար։ Ինչ ենք ասում, եւ ոչ միայն երկրորդ, այլև ցանկացած, հա, n հատ փոփոխականի ֆունկցիաների համար, եթե ինչ որ կետում, տեսեք, հացանցյալը 0 լինելու գաղափարը, քանի որ հացանցյալը էդի նույնն է ինչ որ գրադիենտը, ապա ասում ենք թող գրադիենտը այդ կետում լինի 0։ Երկրորդ կարգի հացանցյալը դրական լինելու պայմանը փոխարինում ենք ինչով, որ հեսյանը, երկրորդ կարգի հացանցյալը հեսյանն է, լինի ոչ թե դրական, այլ դրական որոշյալ։ Այս նշանը, եթե հիշում եք, մատրիցները չեն կարող լինեն դրական մատրից, բացասական մատրից, բայց կարող լինեն դրական որոշյալ, positive definite, կարող են բացասական որոշյալ, negative definite ու կարող ոչ մի որոշյալը չլինեն։ Ես այդ կհիշացնեմ, որ նա իհարկե, խոսքով այդ նույն բանն է, ուղղակի երկրորդ կարգի հացանցյալը գրում եք հեսյանը, մեծ 0-ի փոխարեն գրում եք դրական որոշյալ, այստեղ դառնում է բացասական որոշյալ, իսկ եթե ոչ դրական որոշյալ, ոչ բացասական որոշյալ, դեպքում ասում են անորոշյալ մատրիցը։ Դե դեպքում ես ոնց որ չես կարող ասես ինչա ու չես կարող ասես մինիմումա, մաքսիմումա թե ինչ։ Մի հատ հիշացնեմ այդ ինչա նշանակում մատրիցը, ասենք ունես ինչ որ մի հատ A մատրից, պատկերացրեք ես մեր հեսյանն է, հա, ինչ որ ֆունկցիա վերցրել եմ, ածանցել եմ, ինչ որ բան եմ ստացել, մեջը տեղադրել եմ այս x0 կետը, գտել եմ ինչ որ SA մատրիցը, մատրիցը կասենք որ դրական որոշյալ է, ասենց մի քիչ այսպես խունջիկ նշանը գտնում, եթե ինչ վեկտոր էլ վերցնես ու գրես x տրանսպոզ անգամ a անգամ x, սա լինելու է դրական։ Բայց ես դե կարող ոնց որ եթե չեք հիշում, ասեք ես ինչ է ցույց տալիս, ես կարող ասեմ սա նույնն է ինչ որ գրեմ x, կետիկ ax, սա է դրական, կարող ասեք հա ինչ, ես կարող ասեմ s-ն է, որ եթե s երկու վեկտորների հետ կազմած, հա, x վեկտորի եւ ax վեկտորի կազմած անկյունը լինի սուր անկյուն։ Այսինքն վերցնես x վեկտորը, իրա վրա քո a մատրիցը կիրառես, ինքը այդ վեկտորը չտանի հակառակ ուղղությամբ, չտանի այս կողմ այն կողմ, այլ բերի իրանից մի քիչ աստիճան այն կողմ, այսինքն իրանց կազմած անկյունը x-ի եւ ax-ի լինի սուր, այսինքն 90 աստիճանից փոքր, այսինքն այս a մատրիցը քո վեկտորը մի քիչ է փոխ։ Ինչ որ կտրուկ փոփոխություն չի անում, էլի, եթե սիմ x վեկտորն է, a մատրիցը եթե դրական որոշյալ է, այդ նշանակում է ax-ը ինչ որ s վեկտորը կարող լինի կամ s վեկտորը կարող լինի, բայց չի կարող լինի հակառակ ուղղված ինչ որ sense վեկտոր։ Այդ է նշանակում։ Ոնց է, որ դրական փոխ բազմապատկում ես, եթե թվերի առանցքն է 0-ն է, դու ստե վերցնես ինչ-որ մի հատ, ասենք 3 թիվը, բազմապատկես x-ով, գրես 3 անգամ x։ Եթե x-ը դրական է, այդ 3x-ը կարող է մի քիչ սեղմվի գա այս կողմ, կարող է ձգվի գնա այն կողմ, բայց
ինչ ուզում ա լինի մնալու է 0-ից աճ։ Այսինքն իրանք երկուսն էլ լինելու են դրական, երկուսն են կատարելու են նույն ուղղության վրա։ Իսկ որ բացասական թվով բազմապատկում թիվը հայտնվում է ստեղ 0-ի հակառակ կողմում։ Այդ դրական որոշյալ դեպքում մնում է նույն կողմում, այսինքն չի գնում հակադիր այն ուղղությամբ։ Բացասական որոշյալի դեպքում էլ այս ամեն ինչը նշանը հակառակ, այսինքն գնում էր հակառակ ուղղությամբ։ Այս ամեն ինչը դες ինչ որ երկար բան ասում դրական որոշյալը սա է, եթե չեք հիշում, այդ կորդ կտամ հարցեր տալ ու գնալ այն դասից հետո էլի կրկնել այն վիդեոն, ասենք, եւ թե 6-րդ կամ 5-րդ տեսանյութն գծային այդ հանրաշվի կտորի, բայց էլի համարժեք սահմանումներ կային, կասենք դրական որոշյալը, եթե բոլոր սեփական արժեքները դրական էին, այսինքն բոլոր լյամդաները եթե դրական էին, եւ դա էլ մի ուրիշ ձև կար բարձելու ֆունկցիան դրական որոշյալը թե բացական որոշյալ, վերցնում ենք մատրիցը, նեղություն մատրիցը դրական որոշյալ թե բացական որոշյալ, վերցնում ենք մատրիցը, ասենք գրած է ABCD, որպես լինի դրական որոշյալ, պետք է համ այս առաջի թիվը լինի դրական, համ այս առաջի 4 հատով այս մատրիցի որոշիչը պետք է լինի դրական։ Նույնը եթե ինքը ասենք 3-ը 3-ի վրա է, պետք է սա լինի դրական, սրա որոշիչը լինի դրական, սրա որոշիչը լինի դրական։ Այսինքն բոլոր այս տեսակի այս վերևի ձախ անկյունից այս մեծացող այս մատրիցների որոշիչները պետք է լինեն դրական։ Այդ դեպքում կլինի դրական որոշյալ։ Իսկ բացասական որոշյալի համար պետք է առաջին այս թիվը լիներ բացասական, թե խափում, հա, առաջինն էր բացասական, այս առաջի երկուսի վրայի որոշիչը լիներ դրական։ Հետո նշանները մեկու մեջ փոխում էին, դրական, բացասական, դրական, բացասական, դրական, բացասական։ Մնացած դեպքերում ոչ դրական որոշյալ, ոչ բացասական որոշյալ։ Այսինքն իական այս երրորդ թեորեմը, եթե կպցնեք այդ իմ ասացի հետ, որի անունը Սիլվեստրի հայտանիշ է, կարակ մատրիցը հեսյանը հաշվեք, բարձրացեք այդ հեսյանը դրական որոշյալ է թե բացասական որոշյալ, ու դրանից հասկանանք, կետը լոկալ մինիմումի կետ է, թե լոկալ մաքսիմումի կետ։ Որի կարանք մի հատ տենց օրինակ նայենք, եթե ստեղ կա, լավ, այդ մի քիչ հետո կնայենք, բայց ինչ հարցեր ունենք, ժողովուրդ, լիքը նոր եւ լավ հին շուտվա բաներ ասի, խնդրեմ հարցեր։ Անկեղծ ասեք, կարող ասեք այն մատրիցների մասին մի հատ նորից բացատրի, որտեղ այդ մի ամիս առաջ են կարել կամ ցանկացած ուրիշ հարց։ Ինչ կասեք։ Հայկյան, ես մի բան հարցնեմ, էլի այնտեղ գրեցիք, որ x անգամ x-ը պետքա լինի դրական, դեղից հետևեց, որ սուր անկյուն պետքա լինի։ Դա գալիս էր, որ սկալյար արտադրյալը դա իրանց նորմ էր ու անգամ կոսինուս կազմած անկյունը այդտեղից էր գալիս է։ Այո, հենց դից էր գալի, իրանց երկարությունները հաստատ նորմերը դրական թվեր են, ու այդ կոսինուսը պետք է լինի դրական, կոսինուսը դրականն է, նշանակում է այդ իրանց կազմած այս ալֆա անկյունը լինի 90 աստիճանից փոքր։ Ահա, այդ հասկացա, բայց շատ մեկ է լյամդաների կապված ասացիք, որ դրական որոշյալ էր, եթե բոլոր լյամդաները իր սեփական արժեքները դրական էին, եւ բացասական որոշյալը, եթե բոլորն են բացասական։ Այո, Ու եթե կլինի, որ մեկը դրական է, մյուսը բացասական կամ չգիտեմ, դա արդեն նշանակում է, որ ինչ որ բան ասել չի լինի, հա։ Ենթադրենք հաշվել ենք, չգիտեմ, 3 հատ սեփական արժեք է, մեկը դրական է, երկուսը բացասական։ Տեղից կհետև ուղղակի ոչինչ ասել չի լինի, հա։ Այն դեպքում, եթե չհալարեք ու գտնեք իր սեփական արժեքները ու պարզեք, որ սեփական արժեքներից որոշները դրական են, որոշները բացասական, այդ կնշանակի, որ կարծում եմ, կնշանակի, որ դա թամբի կետ է, այսինքն էքստրեմի կետ չի, թամբի կետ։ Բայց եթե սեփական արժեքներից մեկը լինի 0, այդ 0-ի դեպքը մի քիչ այդ դեպքում արդեն հնարավոր չի ասել, բայց ձեր հարցը լավ հարց է, մի հատ կճշտեմ հիմա։ Կարծում եմ, խոսքով, եթե սեփական արժեքները գտնեք, բարձր մեկը դրական է, մեկը բացասական կամ մեկը դրական է, մեկը բացասական եւ այլն, պետք է որ դա նշանակի թամբի կետ։ Մեկ էլ այնտեղ մի ուրիշ մեթոդ էլ ասացիք, որ ոնց որ հերթով մատրիցների բաները պետքա հաշվել, չէ՞, որ հասկանալ դրական որոշյալը, այդ թեորեմա, որից ստանում եք, թե հատկություններ, ես չհիշեցի, դեպի տողը ես չհիշեցի։ Հա, այդ եկամ տենց ինչ որ թեորեմի նման
հատկությունն է, ըստ էության, բայց իրան չեն կապացել, ուղղակի մի երկու բառով ասել են, որ այ գիտեք, սենց է աշխատում, էսի, բայց շատ չենք խորացել, իրական կարանք հետ գնանք, հետի գտնենք։ Չէ, մի ժամանակ օրցեք, ուղղակի ուզում եմ հասկանալ այդ թեորեմա Հա, թե ինչ որ միտեղից ստացել են, հա, որ հետո ես հա, կնայեմ այդ ինչի հա, զուր մի ժամանակ օրցեք։ շատ լավ, բայց տեսեք, կարանք նայենք, մենք չենք ստացել, այդքան դուրս չենք բերել իրան, ինքը ուղղակի ինչ որ տենց կանոն է, հա, Հա, այսինքն բազմա որ ճիշտ է, բայց թե ինչի է ճիշտ, դա չենք կապացուցել ու չենք է խորացել ինտուիցիայի մեջ, ուղղակի գործիք է, այսինքն ոչ մի խորը մաթեմատիկական իմաստ չունի, կարող թապես իրան անգից չանեք է, մոռանաք է, որովհետև դե ձերով երբեք չեք ստուգելու, գիտեք, այդ դրական որոշյալը թե բացական որոշյալ, ուղղակի տենց է աշխատում, եթե վերևի առաջի թիվը եթե եղավ դրական, հետո այս առաջի երկուսի այս թվերով բաղկացած մատրիցի որոշիչը եղավ դրական, ուրեմն ինքը դրական որոշյալ է։ Եթե նշանները փոխեցին բացական հետո դրական, ուրեմն բացական որոշյալ է, մնացած դեպքերում անորոշ է։ հա, եղավ, մերսի։ Շատ լավ։ Ուրիշ հարցեր։ Սեփական արժեքների դեպքում ոնց ենք հասկանում դրական ու բացասականը։ Ահա, եթե Մինիմում։ ահա, շատ լավ, եթե բոլոր սեփական արժեքները դրական են, ուրեմն դրական որոշյալ է, եթե բոլորը բացասական են, բացասական որոշյալ է, բայց եթե մի բան այն չի, ասենք եթե ինչ որ սեփական արժեքները 0-ի են կամ ինչ որ սեփական արժեք դրական է, մյուսը բացասական, այդ դեպքում դրական բացական որոշյալ չէ։ Ոնց որ գաղափարը որն է, որ եթե ինչ որ սեփական արժեք ունի, այդ սեփական արժեքը, ասենք ինչ որ մի հատ լյամդա ունի, պատկերացնենք ունի, ասենք թե ինչ որ մի հատ վեկտոր գոյություն ունի, լավ sense ասեմ, որ ան կիրառած v վեկտորի վրա հավասար է, ասենք թե 7 անգամ v, հեսա տեսեք ինչ որ սեփական արժեք, որը դրական է, այդ ինչ է նշանակում, նշանակում է այսին v-ն է, ան որ կիրառում եմ իր վրա ընդամենը 7 անգամ ձգվում է, իրանց համար իրանց կազմած անկյունը լինում է սուր անկյուն, լինում է 0 աստիճան, այն կոսինուսը լինում է դրական, հա, այսինքն v անգամ av-ն լինում է դրական, այսա նույնն է ինչ որ v տրանսպոզ av, v տրանսպոզ av-ն լինում է դրական, այսինքն իմ մատրիցը չի կարող լինի բացասական որոշյալ։ Եթե ունի դրական սեփական արժեք, թեկուզ մի հատ, ուրեմն նշանակում է չի կարող լինի բացասական որոշյալ։ Որպես լինի բացասական որոշյալ, պետք է բոլոր սեփական արժեքները լինեն բացասական։ Այսինքն ինչ սեփական արժեք ունի, որ վեկտորին, որ ինչ որ մի ձև ինքը այս a անգամ v-ն հավասար լինում լյամդա անգամ v, եթե ան բացասական որոշյալ է, պետք է լյամդան լինի բացասական բոլոր լյամդաների համար։ Ու եթե դրական որոշյալ է, պետք է բոլոր սեփական արժեքները լինեն դրական։ Այսինքն այդ բանն է, էլի, ոնց որ ինտուիտիվ ձևով է դրական որոշյալ, ուրեմն դրական արժեքներ, բացասական որոշյալ, ուրեմն բոլորը բացասական սեփական արժեքներ։ Դա ոնց որ մյուս համարժեք սահմանումն է իր։ Ինքը հետաքրքիր հատկություն է դրական բացասական որոշյալ լինելը։ Միգուցե հետո ինչ որ միտեղ էլի ձեզ պետք է, բայց մենք այդ դրամասի մանրամասն չենք խոսացել, իրականում տենց կարճ մի երկու բառով ենք ասել։ Առնվազն ինքը պետք է գալ։ Ոնց որ ոչ բոլոր մատրիցներն են, որ դրական կամ բացասական որոշյալ են, դա ֆիքս են։ Կարա լիքը մատրիցներ, հերիք ընդամենը մի հատ ունենած դրական սեփական արժեք, մի հատ բացասական, դու որոշյալ մատրից չես լինի, էլի, որ դրական կնա, չէ բացասական, բայց որ մատրիցներ, որ դրական որոշյալ են, իրանք այդ շատ նման են դրական թվերի։ Այսինքն այդ լիքը բաներում իրանց այդ նշանը զգացում է, որ դրական է, եւ որոնք որ բացական որոշյալ են, էլի։ Օրինակ այս թեորեմի մեջ, բայց ոչ մի։ Հետո էլի կհանդիպենք այդպես բաների։ Շատ լավ, ասացինք, որ նույն թեորեմը սրա համար տեղ ունի, պետքա գրադիենտը լինի 0 ու պետքա երկրորդ կարգի հասցեալներից բաղկացած մատրիցը լինի դրական որոշյալ, որ ունի լոկալ մինիմում, բացական որոշյալ, որ ունի լոկալ մաքսիմում։ Եթե երկու փոփոխականից է, սա ճիշտ է, եթե ֆունկցիա կախված է ցանկացած քանակության փոփոխականներից։ Several, այսինքն ինչքան ուզում է թող լինեն։ Եթե երկու փոփոխականից է կախված, այդ դեպքում իր այդ մասնակի ածանցյալների այդ հեսյան մատրիցը որ գրեմ, հա, հեսյանի մեջ ինչ է գրած fx(x), fxy, fyx, fyy, դեպքերի մեծ մասում ոնց որ նոր քննարկեցինք, մեր այս fyx եւ fxy իրար հավասար են լինելու։ Այսինքն ես դա կամ հանգիստ գրեմ f x y։ Սրան անվանում են խառը ածանցյալ, հա, mixed derivative, նո ոնց որ երկրորդ կարգի խառը ածանցյալ։ Իրան տենց կարամ սենց էլ գրեմ մի խոսքով,
Հիմա ինչ է նշանակում, այս մատրիցը լինի, ասենք թե դրական որոշյալ։ Նշանակում է այս երկու թվերի արտադրյալի, նշանակում է նախ առաջին այս թիվը պետք է լինի դրական, չէ՞, այդ իմ նորվա ասածն է, որ թե մեզ մատրիցի դրական որոշյալ պետք է համ այս առաջին այս թիվը լինի դրական, համ այս 2-2-ի վրա մատրիցի որոշիչը պետք է լինի դրական։ Այսինքն առաջին պայմանը հետևյալն է, պետք է այս fx-ը սա լինի դրական, եւ երկրորդ պետք է սրա որոշիչը լինի դրական։ Այս մատրիցի որոշիչն էլ ով է fx անգամ fy, այս երկու տարերի արտադրյալը, հանած այն մյուս երկուսի արտադրյալը, այսինքն հանած fxy անգամ fxy։ Դե նույն բանն է ստացվում։ Եթե ստացվում է fxy-ի քառակուսի փաստորեն, ուրեմն պետք է սա լինի դրական։ Այս թիվը կարճ նշանակում են d տառով, հեսա տեսեք, այստեղ նշանակած է, դե ասում թիվ, բայց ինքը իրական կախված է որ կետում ես իրան հաշվում։ Այդ ասենք թե a b կետում x-ի a արժեքի y-ի b արժեքի համար հաշվում ես այս արտահայտությունը fx fy հանց fxy-ի քառակուսի եւ այս երկու թվեր անունը կարած դնես d եւ եթե այս երկու թվերը լինեն դրական, ուրեմն կլինի լոկալ մինիմումի կետ, այսինքն ասած ասեմ, եթե այս երկու թվերն լինեն դրական, կարող մատրիցը չգծենք, էլի, միանգամից այս d-ն հաշվեք։ Եթե սեքսիոնն են դրական, մատրիցը կլինի դրական որոշյալ, եթե մատրիցը լինի դրական որոշյալ, նշանակում է այդ փոստն է, այսինքն լոկալ մինիմումի կետը։ Եվ հակառակ դեպքում, եթե fx-ը սա լինի դրական, եկեք էտել գրենք, ուրեմն եթե սա լինի դրական, իսկ այս ներքևինը լինի բացասական, ուրեմն կունենաս մաքսիմումի կետ։ Այ այսպես ուսուցարի գագաթ։ Բայց եթե այս fx-ը դրական չլինի, ասենք լինի բացասական, նշանակում է այս մատրիցը դրական որոշյալ չի, նա նշանակում է որ ոչ մի բան չես կարող ասել։ Դաժե ավելին, եթե fx-ը լինի բացասական, նշանակում է այս մատրիցը անորոշ է, այսինքն կարծում եմ այդ դեպքում կարծես ասած որ ինքը թամբի կետ է։ Այսինքն երկու փոփոխական դեպքում այդ մատրիցի դրական որոշյալ լինելու այդ պահը կարելի հանգում է այս երկու թվերի նշանների։ Կարող ենք թեորեմ ձևակերպենք, եթե ինչ որ կետում գրադիենտը 0 է եւ այս քո d-ն դրական է, fx-ը դրական է, ուրեմն լոկալ մինիմումի կետ ունես, եթե սա դրական է, սա բացասական լոկալ մաքսիմումի կետ ունես, հա, տեսեք իմ ասացի հակառակ, ոչ թե fx-ի նշանը բացասական, այլ եթե d-ի նշանը լինի բացասական, այսինքն այդ մատրիցի որոշիչը սա լինի բացասական, նշանակում է թամբի կետ։ Դե լիքը դեպքեր կան, որ այդտեղ չի ծածկում, տեսեք 0-ի հավասար լինելու դեպքի մասին ոչ մի բան չեմ կարող ասել, բայց մնացած դեպքերի համար ոնց որ կարելի է կարճ նաև sense ձեռքբերել։ Այս թեորեմը լրիվ նույնն է, ինչ որ սա ուղղակի այս հեսյան մատրիցը գրած է թե ինչ է լինում եւ այդ դրական որոշյալ բացական որոշյալ այդ պայմանը փոխանցվել է d տառով։ Ուսած։ Կարող մի հատ օրինակ նայենք, հարցեր, ժողովուրդ, միջև օրինակին անցնելը։ Լավ։ Այ ընդհանրենք այս ֆունկցիան ունեմ x քառակուսի մոտ 3xy հանց y քառակուսի ուրեմն պետքական կետերի համար պետք է գրադիենտը լինի 0, այսինքն երկու մասնակի ածանցյալներն պետք է լինեն 0, վերցնում եմ, չէ, ածանցում եմ ըստ x-ի ստանում եմ s, ածանցում եմ ըստ y-ի ստանում եմ s, ասում եմ սրանք պետք է հավասար լինեն 0-ի։ Հիմա այս կարակ ինչ որ մի ձև սա լուծեք, այսինքն, չգիտեմ, գծային հասարումների համակարգը կամ կարակ վերցնեք x-ը y-ով արտահայտեք տվյալեք են հաջորդի մեջ, ստացվել է x-ը 0, y-ը 0։ Այսինքն միակ կրիտիկական կետը դա x-ը 0, y-0 կետն է։ Հիմա ուզում եք հասկանալ 0-0 կետում ինքը ինչ է, դրական որոշյալ թե բացական որոշյալ։ Փորձում եք հաշվել հեսյանը, այսինքն վերցնում եք այս fx-ը մի հատ եք ածանցում ըստ x-ի ստանում եք 2, fx մի հատ ըստ y-ի ածանցում ստանում եք y։ Հիմա fy-ը եթե ըստ x-ի ածանցեմ, էլի 3 եմ ստանալու, դրա համար միանգամից ըստ y-ի եմ ածանցում ստանում եմ -2։ Կազմում եմ իմ հեսյանը։ 0-0 կետում իմ ֆունկցիայի հեսյանն է 2, 3, 3, -2։ Ու վсё, հաշվում եմ սրա որոշիչը, եթե լինի դրական, եթե լինի բացասական, ուրեմն սա թամբի կետ է, եթե լինի դրական, ապա կնայեմ այս fx-ի նշանի, որը դրական է։ Այսինքն, եթե սրա որոշիչը լինի դրական, ապա սա կլինի լոկալ մինիմումի կետ, հակառակ դեպքում, եթե որոշիչը լինի բացասական, կտա թամբի կետ։ Հաշվում եմ սրանք, տեղադրում եմ ստեղ, դնում եմ որ վայ d-ն բացասական է, այսինքն որոշիչը d դետերմինանտ բառից է գալի իհարկե։ Դնում եմ որ d-ն բացասական է, ասում եմ թամբի կետ է։ Ու որ վերցնենք այդ ֆունկցիայի բանը գծենք,
Այստեղ այս քառակուսիը, այստեղ քառակուսի, եթե վերցնենք իր գրաֆիկը գծենք, կտենանք, որ այ տեսեք այս 0-0 կետը նախ լոկալ մաքսիմումի կետ չէ, որտեղ իր կողքը ավելի մեծ կետեր կան, երկրորդ լոկալ մինիմումի կետ չէ, որտեղ իր տակը տեսեք ուրիշ կետեր կան ավելի փոքր։ Ոնց որ կողմից է նայում ես մի հատ պարաբոլա լինում, այդ 0-0 կետը մի պարաբոլի համար գագաթի այդ ոնց որ մաքսիմումի կետը, մյուսի համար մինիմումի կետը, կարճ ասած իրոք, այդ 0-0 կետը սրա համար լոկալ մինիմում մաքսիմումի կետ չի ու ինքը ոչ մի բան չունի, ոչ մի էքստրեմի կետեր չունի։ Եկեք ոնց որ առաջի կարգի փոփոխականի ներդրում, ոնց որ մի փոփոխականի ֆունկցիայի համար սահմանեցինք Թեյլորի վերլուծություն, այսինքն իրան վերցնում մոտարկում ենք ինչ որ տենց շատ բարդ տեսք ունեցող օրինակ գծում, հա։ Նույն ձև, բարձրացնում նույն բանը կարող կանենք, եթե այն ֆունկցիան կախված է ոչ թե մեկ, այլ մի քանի փոփոխականից։ Ենթադրենք վերցնում ենք մեր fx ֆունկցիան, հեսա մատ գրաֆիկորեն այս ամեն ինչը կտենանք, հələ որ տենց սիմվոլների մակարդակով փորձենք հասկանալ։ Վերցնես ինչ-որ մատ x0 կետ կամ ինչ-որ բայց այս x0-ում դնում ենք a կարծեմ, ինչ-որ մատ a կետից վերցնում։ Հիշենք, եթե մի փոփոխականի ֆունկցիա ուներ, կարելի է fx-ը մոտավորապես հավասար a, եկեք նկարենք իրան, ուրեմն ինչին է ինքը մոտավորապես հավասար, այս a կետում վերցնում էր իր ածանցյալը ու գծում էր այդ ոնց որ այս գիծը, այս մի խոսքով այս գծային մոտարկումը, որ ասում էր a կետում իր արժեքին, վերցնենք գումարենք իր ածանցյալը անգամ, այս իրական այս գծի անկյունային գործակիցն է, էլի ածանցյալը անգամ x մինուս a։ Ու ստացվում է թե չէ մատ կարմիր գիծ, որը եթե մի քիչ sense պակաս ծանրաբեռնենք գրաֆիկը, որ շատ զում անեք այսքան հատվածի վրա, կտեսնեք, որ լավ էլ մոտարկում է, այս մեր ֆունկցիա, ոնց որ այս մեր ֆունկցիան է լինում, այս մեր մոտարկումը ու բավական լավ աշխատում է։ Նույն ձև, այս գիծն է ֆիքսենք, որ ինքը հանդիսանում է այսին գրաֆիկի շոշափող։ Այսինքն շոշափող ասելով, դա որն է, դա այսպես մի հատ գիծ է, որը գալիս է ու մի կետում հատում է, ասենք շատ մոտիկանում է ու հեռանում միանգամից։ Այսինքն sense 4 անկապ գիծ չէ, որ գալի գրաֆիկը հատում է, ոչ ինչ որ ասենք sense գիծա, որը մի քանի տեղ է հատում, այլ այս կետում sense որ պատկերացնեք, sense ոնց որ 90 արժան կազմի ինչ որ մի բանի հետ, որի անունը չենք տվել, ամեն դեպքում sense այս շոշափողն է մի խոսքով։ Սա սովորական մի փոփոխականի ֆունկցիայի համար իր Թեյլորի այդ առաջի կարգի գծային մոտարկում։ Ուրեմն լրիվ նույն ձև վերցնելու ենք ու գծենք սրա առաջի կարգի մոտարկում, նո ֆունկցիայի համար սահմանենք առաջի կարգի մոտարկում, այդ ինքը կախված է մի քանի փոփոխականից, դե ինչ է լինելու։ fx-ը մոտավորապես հավասարնելու այդ a կետում իր ընդունած արժեքին, այստեղ որ գրած է x0 պետք է իրական լինի a, այդ կետում իր ընդունած արժեքին գումարած f'-ի փոխարեն գալու է իր գրադիենտը ու այս x մինուս a-ը լինելու է ոչ թե թվերի տարբերություն, այլ վեկտորների տարբերություն, բազմապատկվելի գրադիենտի հետ, այսինքն ընդհանրապես ստացվում է այս բանաձևը։ Սա կոչվում է այդ առաջի կարգի Թեյլորի վերլուծություն, Թեյլորի, ասենք, որ բացած տեսքով գրեք, ստացվելի է բազմանդամ, եթե իրականում այս x-ը, որ sense bold գրած է, ինքը բան չէ, վեկտորա կախված է x1, x2 կամ x, y եւ այլն, որտեղ տեղադրեք ստացվելի է x-ից y-ից կախված բազմանդամ, քառակուսիներով բան, լավ, թե քառակուսի չի լինի, բայց առաջի կարգի բազմանդամ կստացվի։ Ուրեմն ինքը կլինի մեր առաջի կարգի մոտարկումը եւ ինչ է լինում։ Ուրեմն ունենում եմ սա թիվ է, a կետում ընդունած արժեքը թիվ է, սա վեկտոր է, սա էլ է վեկտոր, չէ, x անածանը, այսը գրադիենտն է։ Այդ երկու վեկտորների սկալյար արտադրյալը կտա թիվ, կտա սկալյար, ու ստացվում է, որ հեսա, սրանց իրում մոտարկեցին։ Եվ երկրաչափորեն, այս ինչ է լինելու, այս լինելու է, հիմա մատ գրաֆիկի վրա կհամոզվենք, ոնց որ այս լինելու, եթե այս մեր ֆունկցիայի ենթադրենք գրաֆիկն է, ասենք որ եռաչափ բան, ապա տրված կետում էսի լինելու է այդ կետով անցնող sense մի հատ հարթություն, սրա այս ֆունկցիայի գրաֆիկը, որ ստեղ գծել ենք այս աջ կողմ գրված, սրա գրաֆիկն է մի հատ sense հարթություն, որը այդ ձեր a կետում շոշափում է այդ մակերևույթը, հա, ոնց որ եթե իմ ֆունկցիայի գրաֆիկը լինի այ sense այս պարաբոլոիդը, ու ասենք այս կետում ուզենամ գրեմ Թեյլորի այդ առաջի կարգի վերլուծություն, ստացվելու ինչ որ մատ այս sense հարթություն, որը ոնց որ sense կպցրած լինի այս ձեր այս պարաբոլոիդին ինչ որ մի կետում։
Եկեք այս սարսափելի գծագրերը որ գծում, դրա փոխարեն նայենք ավելի լավ որ հստակ կոնկրետ ինչ-որ մի օրինակ, դե հղումները բնականաբար հետո կդնեն։ Այ ունենք ինչ-որ մի sense ֆունկցիայի գրաֆիկ, դե ինչ-որ կոորդինատների անունները հեչ, բայց այս տեսեք կապույտ գույնի այս գրաֆիկը մեր ֆունկցիայի գրաֆիկն է։ Կանաչը մեր կետն է, ամեն մի կետում կարամ Taylor անեմ, ճիշտ է, կախված է Taylor-ը որ կետի շրջակայքում ես դու իրան գրում։ Այս քո ֆունկցիայի գրաֆիկն է, կարող մի հատ այսպես նայենք, տեսեք, sense որ թղթի թերթիկ լինի, այսպես պտտած այս մասում, հա, ու sense դրած ինչ որ դեպի դուրս պարզած, այսպես։ Եթե այս կանաչ կետի մա բերեմ ստեղ, ասեմ այս կետում որն է իր այդ Taylor-ի առաջի կարգի գծային մոտարկումը, այդ կստացվի ինչ-որ մի ֆունկցիա, որի գրաֆիկը լինելու է այս տափակ, տեսեք մուգ կանաչով ներկած, այս հարթությունը։ Այս հարթությունը որ ֆունկցիայի գրաֆիկն է, այդ ֆունկցիան լինելու է այս կապույտ ֆունկցիայի, ուրեմն առաջի կարգի Taylor-ի մոտարկումը։ Եթե այս կապույտը, եթե f-ի գրաֆիկն է, այս կանաչը դա լինելու է հետին f-a գումարած գրադիենտը անգամ x-a։ Գրադիենտը ակետում անգամ x-a, սա լինելու է դրա գրաֆիկը։ Ու ոնց որ տեսնում եք, ստեղ այս կանաչ կետի մոտ որ նայեք, ոնց որ այս սրա գրաֆիկը լինի, այս sense գալիս, sense կողքով անցնում է, այսինքն շոշափում է։ Սրան անվանում են շոշափող հարթություն, անգլերեն tangent plane, այսինքն plane-ը հարթությունն է, tangent-ը շոշափողը, ամեն կետում լինելու է այդ կետից տարված այսինքն շոշափող հարթություն։ Ոնց որ ինչ որ մի sense, չգիտեմ, ինչ որ մի այսպես գնդակ վերցնել ու ձեռքի ափով այսպես ձեռքի ափն է այսպես իրան ծածկի, հա, այսպես բերեք հպեք, ոնց էլ ինչ որ մի հստակ դիրք կա, որ այդ դիրքով հպվելուց ձեր ձեռքը այդ գնդակը համարվում է որ շոշափելու է։ Հենց այդ դեպքում ձեր ձեռքը կլինի ոնց որ այդ գնդակ, եթե գնդակը ինչ որ գրաֆիկի ֆունկցիա լիներ, բայց չի կարող լինել իրականում, դա կլինի դրա շոշափող հարթությունը։ Ու այս կետում էսա լինում, որ տեսեք բավական նորմալ մոտարկում է, այսինքն եթե ես մենակ այս կանաչ կետի մոտակա կետերը նայեմ, իրանք շատ մոտիկից հպված են այս կանաչ հարթությանը, այսինքն տեսեք sense ինչ որ իմաստով լավ մոտարկում է։ Եթե մի ուրիշ կետում նայեմ ոնց է դա մոտարկում, այս կանաչը կարող տանեմ բերեմ, հա, օրինակ այս կետում մոտարկումը, տեսեք, այս ձեր ֆունկցիան, այս ձեր ֆունկցիան շատ sense keep կպցրած է, այս ոնց որ կանաչ ապակի լինի, այդ ապակին իր Taylor-ի առաջի կարգի մոտարկումն է։ Այսինքն մենք գիտենք, որ երբ ֆունկցիան երկու բանից է կախված, երկու փոփոխականից, իր գրաֆիկը կարող լինի sense իր գրաֆիկը մակերևույթ է եւ կարող լինի sense հարթություն։ Բարձր եթե գծային ֆունկցիա է, դե մի թե խոսացել ենք այդ մասին, եթե գծային ֆունկցիա է, ոնց որ Taylor-ի առաջի կարգի այդ վերլուծությունը, ուրեմն լինում է հարթություն, ու այդ հարթությունը ամեն կետում այդ կետից տարված այս շոշափող հարթությունն է։ Տեսեք, նույնիսկ այս դիրքում որ դնում եմ, պտտում եմ, այն կողմից եմ նայում, ոնց որ այդ ձեր այս ապակին, այսպես գա ու շոշափի այս կապույտ կարմիր գույնի այս գրաֆիկը։ Հեսա մի ուրիշ օրինակի կնայենք, այսինքն տարբեր ֆունկցիա համար դա տարբեր ձևեր է լինում, բայց միշտ էսա գաղափարը, որ այդ կետում տարված շոշափող հարթությունն է, ինքը լավ է մոտարկում։ Տեսեք, եթե դու ուզում ես մի հատ գծային ֆունկցիա տանես, ինչ գծային ֆունկցիա տանես, դրա գրաֆիկը լինի մի հատ հարթություն։ Բարձր ավելի լավ հարթություն չկա, քան այդ շոշափող հարթությունը մոտարկելու համար, որովհետև եթե ուրիշ բանով փորձես մոտարկես, ասենք ինչ որ մի հատ այս հարթությունով մոտարկենք, որը որ sense շոշափեր, այլ ասենք այսպես մի քիչ շեղ լիներ, sense ծուր լիներ, այ այսպես։ Այդ կստացվեր այս կետում ընդունած արժեքները բավական հեռու են իսկական արժեքներից, այն կետում գտնվողները ինչ որ պահի էլի sense գալու են նույնիսկ հատեր, այսինքն ոնց որ ինչ որ միտեղ ավելի մոտիկ առնելու արժեքն է, ինչ որ միտեղ ավելի հեռու։ Եթե բերեր փորձեր իրան այսպես գծեր, դա կստացվեր, որ ստեղ գտնվող արժեքները, տեսեք, մեծ հեռավորություն կունենային իսկական արժեքներից, ու մի խոսքով խնդրի ես միշտ բախվելու, ամենալավ դեպքը դա է, երբ որ sense ուղղակի շոշափում ես այդ կետում։ Հարցեր, ժողովուրդ։ Ինչ հարցեր ունենք։ Լավ, գրքում էլի ես մասի մանրամասնկագրած, բայց ոնց որ բանաձևորեն այդքան էլ կարևոր չի։ Դե տեսնում եք, բանաձևը շատ նման է, այսինքն բանաձևը կարող դուք ինքնուրույն դուրս բերեք, կարող եք գործնական տենց բան անեք, այդ չգիտեմ ճիշտ ասած, բայց ոնց որ բանաձևը այդքան էլ կարևոր չի, հա, կարևորը մտքում ունենալ, որ այդ առաջի կարգի Taylor-ի մոտարկումը
Դա վերցնում է քո ֆունկցիայի գրաֆիկը ու իրան այսպես շոշափող հարթությունա տան։ Այդ շոշափող հարթության բանաձևը կլինի հենց այդ առաջի կարգի Taylor-ի բազմանդամ։ Okay, եկեք դանք երկրորդ կարգի մոտարկումը որն է։ Եթե սովորական ֆունկցիայի համար այդ երկրորդ կարգի կամ քառակուսային, հա, quadratic, քառակուսային այդ վերլուծությունը այս տեսքը ունի, արժեքը պլյուս այս ածանցյալ անգամ x մինուս a, պլյուս այս երկրորդ կարգի ածանցյալ անգամ x մինուս a-ի քառակուսի, ու ասենք եթե ձեր ֆունկցիան էր լինում, ու ուզում եք ինչ-որ ենթադրենք այս կետում կառուցեք Taylor-ի այդ բազմանդամը, ուրեմն ինքը ինչ-որ sense դա մի բան էր լինում, որը համ այդ կետում արժեքն էր բռնում, համ այդ կետում այդ երկուսի ածանցյալները նույնն է, այսինքն այդ մի քիչ եթե ավելի խորը ասենք, այդ երկուսի եւ քո կապույտի եւ քո այս իսկական կարմիր ֆունկցիայի եւ իր մոտարկման շոշափողները այս կետում նույնն են լինում, ու ավելի, ոնց որ քան որ դու ստե վերցրել գրել ես քո երկրորդ կարգի ածանցյալը տեղադրել ես ստե, ուրեմն իր ածանցյալը նույնն էր լինում, ինչ որ քո ֆունկցիայի երկրորդ կարգի ածանցյալը, ուրեմն եթե ֆունկցիա ուռուցիկ է, սա էլ է ուռուցիկ, եթե գոքավոր է, սա էլ է գոքավոր, այսինքն ուռուցիկությունը պահպանվում է։ Սա մի փոփոխականի դեպքն էր, կարելի է այս մի քիչ ուրիշ ձևով գրել, տեսեք տղա x մինուս i քառակուսի, ես ամեն դեպքում չեմ կարող, չէ՞, վեկտորների հիմա եթե x-ը եւ a-ն լինեն երկու չափանի կամ երեք չափանի կետեր, ես չեմ կարող այս տարբերությունը քառակուսի բարձրացնել, քիչ ուրիշ տեսքով գրենք, հա, այս 1/3-ը դուրսը գրենք, x մինուս a քառակուսն է, գրեմ x մինուս a անգամ x մինուս a, դա x մինուս a անգամ f-ի երկրորդ կարգի ածանցյալ անգամ x մինուս a, այս նույն բանն ինչ որ այս վերևի գրված ուղղակի մի քիչ ավելի անբնական տեսքով գրած։ Հիմա հարցը հետևյալն է, ինչ եք կարծում, եթե կարճ ասած, եթե f-ը կախված է մի քանի փոփոխականներից, այդ դեպքում որը կլինի իր երկրորդ կարգի Taylor-ի վերլուծությունը։ Այս մեր բանաձևի մեջ այս երրորդ քառակուսային անդամը ես ինչով փոխարինեմ, որ ստացվի ոնց որ իմ ուզած այդ երկրորդ կարգի Taylor-ի մոտարկումը, եթե ֆունկցիաց կախված է մի քանի փոփոխականից, այսինքն էլ երկրորդ կարգի ածանցյալ գաղափար չկա։ Ինչ անեմ, ինչով փոխարինեմ էսի։ S-ի մատրիցը։ Շատ ճիշտ է։ Գրեմ 1/2, անգամ այս մեր x մինուս a, ըստեղ փոք գրեմ այդ իմ հեսյանը, այդ կետում հաշված, a կետում հաշված, փոքն կգրեմ x-ից հանած a, ու քանի որ դե ասենք այստեղ չափականություններին մի հատ նայենք, սա n-ը 1-ի վրա վեկտոր է, չէ, էսի էլ է n-ը 1-ի վրա վեկտոր, էսի էլ n-ը n-ի վրա մատրիցա, դա n-ը փոփոխականների թիվն է, հա, f-ը կախված է x1-ից մինչև xn-ից, այդ դեպքում այս ոնց որ n անգամ 1-ը n անգամ n-ի հետ չի բազմապատկվում, պետք է մի հատ իրան տրանսպոզ անեմ, որ բազմապատկվի, որ տրանսպոզ անեմ, ստեղ կունենամ 1-ը n-ի վրա։ Ու արդեն ամեն ինչ կընկնի տեղը։ Այսինքն ստացվում է հետևյալը, երկրորդ կարգի ածանցյալի փոխարեն գնում ենք հեսյան, n մնացածը ուղղակի լինում են վեկտորներ, այդ վեկտորները այս մեր մատրիցի հետ նորմալ աշխատում են, արդյունքում ստացվում է հետևյալ բանը, որ այդ կետում արժեքը հավասար է, մոտավորապես հավասար է շրջակայքում նայություն ունեցած իր արժեքը, կարելի է մոտարկել այդ կետում արժեք, պլյուս գրադիանտ անգամ x մինուս a, պլյուս 1/2 անգամ այս x մինուս a տրանսպոզ անգամ հեսյան անգամ x մինուս a։ Սա իրականում այսքան մասն է, եթե տենց ուզենք շատ թիթիզ բաներ գրել, կարող են գրել սենց, հա, x հանած a, կետիկ, ուստեղ այս մեր հեսյանը կիրառած, որ մենք հաշև a, այսի ինչ-որ մի հատ մատրիցա, կարող եմ անունը դնեմ a, օրինակի համար, ուստեղ սրա փոխարեն գրեմ a, այսինքն ինքը ֆիքսված բան է, ինքը փոփոխական չի։ A անգամ x մինուս a, այսինքն այս լինում է քո վեկտորը, այս լինում է a մատրիցը կիրառած այդ վեկտորի վրա։ Այն նոր որ ասում ենք, x տրանսպոզ ax, այսի նույնն է ինչ որ x կետիկ ax, պատկերացրեք x-ի տեղ գրեմ x մինուս a։ Այդ լինելու է նույնն է x մինուս a կետիկ a անգամ x մինուս a։ Մի խոսքով, այտենց շատ չենք պարնա սրա մեջ, ոնց որ էլի չենք ապացուցի ինչի է էսի ճիշտ, ոնց որ մի փոփոխական դեպքում չարեցինք, բայց կտենանք թե ինչ էֆեկտներ էսի ունի։ Ուրեմն այս դեպքում երբ որ սենց է անում, այս ավելացրած այս գումարն ինքը պարաբոլոիդ է, հա, այն որ նոր այսպես գծում ենք, այն բաժակներից է, այսպես երաչափ։ Ուրեմն սա էլ շատ լավ մոտարկում է քո խոսքը կոչվում է քառակուսային մոտարկում Taylor-ի, եւ շատ լավ մոտարկում է քո ֆունկցիան այդ կետի շրջակայքում։ Եկեք մի հատ էլ դրա օրինակները նայենք։ Հա, ու ոնց որ որպես ուրեմն մակերևույթ
ինքը նույնպես, եթե քո ֆունկցիա այդ կետում ուռուցիկ է, ուրեմն էսի էլա ուռուցիկ, եթե գոքավոր է, ուրեմն էսի էլա գոքավոր։ Դե իրական այդ գաղափարները չենք սահմանել, մի քանի փոփոխականի ֆունկցիայի համար ուռուցիկ գոքավորն է, բայց լրիվ նույն ձև է սահմանվում։ Բայց ոնց որ կոպիտ ասած, այն բանն է, էլի, որ եթե այս բաժակն եք նայում, ինքը գոքավոր է, ներողություն, ինքը ուռուցիկ է, եթե իրան պտտենք հակառակը նայենք, այս քնայի այսենց, ինքը կստացվեր գոքավոր։ Քան որ շատ նման են այդ բաները, տենց ինչ որ առանձին վերցած մեզ այդքան է պետք չեն գալու երկու փոփոխականի համար դեպքը, ի տարբերություն մի փոփոխականի, ուղղակի կասեմ, որ նույն ձևա որոշում է convexity, concavity, ուռուցիկություն, գոքավորություն, բայց ցանկության դեպքում գրքով նայեք, ավելի մի հատ էլ դրա վրա էլի մանրամասն անցնենք, բայց նույն ձևա որոշում։ Այդ տեսեք այս ֆունկցիան օրինակ, մի քիչ խառը, ինչ որ x քառակուսի գումարած y խորանոց, հա։ Եվ իրան ուզում ենք ինչ որ մի կետում մոտարկենք։ Ասենք այս 1-1-2 կետում ուզում ենք մոտարկենք։ Տեսեք, այստեղ ավելացավ դե L of linear գծային է, Q of քառակուսային quadratic։ Եթե փորձենք իրան գծային Taylor-ի մոտարկումը գրել, տեսեք ինչ է գրած, այդ կետում ընդունած արժեքն է գումարած այս 2 անգամ x-1, 3 անգամ y-1։ Այսքան կտորը որ կա, սա իրականում նույնն է, որ գրեմ 2, 3, սկալար արտադրյալ, x-1, y-1, այսքան մասն է կարամ գրեմ, ոնց որ էս էլ կարամ գրեմ ինչ, հավասար a, 2-3-ը այդ կետում իր ունեցած գրադիենտն է, այս 2-3-ը էդի a կետում գրադիենտն է, սկալար արտադրյալ, x հանած a։ Էս է լինում, ու տենց, հա, 1-1 կետում, այդ ներկուսը հեչ, 1-1 կետում ուզում ենք էսի անենք, ոնց որ նկատում ենք, խոսքով լինում է այդ կետում իր ընդունած արժեք, ումած գրադիենտ անգամ x- a, այսինքն ամեն ինչ մեր իմացածի նման է, սա այս L-ը իրոք Taylor-ի առաջի կարգի մոտարկումն է, որը ստացվում է սեն շոշափող հարթություն, այսինքն այս կետում ինքը գալիս է ու այսպես տեսեք ինչ կտրուկ շոշափում է ձեր ֆունկցիան, կարող է որ շատ հեռանում ես այդքան էլ լավ մոտարկում չի, բայց առնվազն այս կետի մոտակայքում նորմալ աշխատում։ Եկեք տենանք ինչի անման երկրորդ կարգի ուրեմն մոտարկումը։ Սա անջատենք։ Այս մանուշակագույնը, այդ տեսեք, այս մանուշակագույնը, ստեղ ավելացրած է երրորդ գումարելի ինչ որ քառակուսիներով։ Տեսեք, x-1 քառակուսի 3 անգամ y-1 քառակուսի, էլի կարող նույն տեսքով գրենք, սրա Հեսյանն է բազմապատկած է դրանով։ Ոնց որ այն որ մատրիցային տեսքով sense գրած է, Հեսյանը անգամ եւ այլն, դուք այստեղ շատ հանգիստ կարաք x հանած an այդ վեկտորը տեղադրեք ու բացեք տնակ ինչ է ստացվում։ Արդյունքում ստացվելի է այդ x-y-ից կամ x1 x2-ից կախված բազմանդամ։ Քառակուսային բազմանդամ։ Այստեղ հենց այդ բացած տեսքով է գրած, էլի, այսինքն կարելի է գրել իրան վեկտորներով, բայց կարելի է վեկտորի բանաձևը տեղադրել, բացել, տենալ ինչա ստացվում։ Ու լինում է այս մանուշակագույնը, որը տեսեք, ինչ որ շատ իդեալական ձևով մոտարկում է, չնայած այսին ֆունկցիան խորանարդային է, x քառակուսի մոտ y խորանարդ։ Բայց այս քառակուսային բազմանդամը այս կետի մոտ, այս կետի շրջակայքում շատ լավ մոտարկում է այն ֆունկցիային։ Այսինքն այս մանուշակագույնը մոտիկ է իրականում մեր այս կապույտ գրաֆիկին։ Դες Taylor-ը ինքը օգտակար բան է, լրիվ նույն ձև ոնց որ մի փոփոխականի համար շատ հանգիստ իրան կարանք վերցնենք անենք, նույնը կարելի է նաև ավելացնել այդտեղ 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ այլն, տենց շարունակել, ոնց որ բարձր կարգի ացանցիալներով էլ այդ արտահայտությունը գրել, բայց էլ չենք խորանա, ոնց որ միշտ այսքանը բավարար է լինում, էլի, այսինքն տենց շատ կարիք չկա Taylor-ի 3-րդ կարգի ինչ որ մոտարկումներ գրել։ Լավ, վերջում ուղղակի մի բառով կուզեի այդ մասին խոսալ, իսկ ինչ եթե մեր ֆունկցիան ոչ միայն ունի մի քանի փոփոխական, այսինքն ոչ միայն վերցնում է ինչ որ ասենք թե սենց ինչ որ 2-3 վեկտորը կամ կարող գրեմ սենց, չէ, 2 ստորակետ 3։ Իսկ ինչ եթե ոչ միայն ինքը վերցնում է 2 թիվ, այլև վերադարձնում է, ասենք թե 2 թիվ։ Այսինքն ոչ միայն իր input-ն է մի քանի չափանի, մի քանի փոփոխականի, այլև իր output-ը լինի մի քանի փոփոխականի, այսինքն վեկտորը վերցնի, վեկտորը վերադարձնի, կամ կարող ենք sense, հա, այդ ֆունկցիա, որը rn-ից վերցնում է input-ը, վերադարձնում է rm input, output, այդ տեսքի ֆունկցիաների համար
ոնց որ իրանց կարելի է ներկայացնել սենց, ասել, գիտես, դու եթե վերադարձնում ես օրինակ, պատկերացրեք R3-ից R2-ը, ձեր ֆունկցիան, ձեր f ֆունկցիան։ Իրան կարելի է ներկայացնել սենց, որ ենթադրենք վերցրեց x1, x2, x3-ը, վերադարձրեց, առաջին հորիզոնականում ինչ-որ բան, երկրորդ հորիզոնականում ինչ-որ բան։ Ստացվում է այդ առաջի հորիզոնականում եղածը կարելի է 4 տարով նշանակես, ասենք f1, x1, x2, x3, երկրորդ հորիզոնականում եղածը մի ուրիշ տարով նշանակես, x1, x2, x3, լինում է, որ քո f ֆունկցիան ինքը իրականում զուտ այս երկու ֆունկցիաներն է իրար տակ գրած, այսինքն f-ը հավասար է f1 ֆունկցիան, ներքևը գրած f2 ֆունկցիան։ Ոնց որ լիստա բաղկացած երկու ֆունկցիաներից, էլի, այսինքն նման տեսակի ֆունկցիաները իրանք ըստ էության սովորական մի բան վերադարձնող, թիվ վերադարձնող ֆունկցիաները իրար տակ գրած։ Հա, այսինքն առաջի կոորդինատը դա f1-ն է, որը սովորական ֆունկցիա է, երկրորդ կոորդինատը f2-ն է, որը սովորական ֆունկցիա է, իրար տակ է շարժում, ստացվում է sense վեկտորական ֆունկցիա, vector valued function, վեկտորարժեք ֆունկցիա։ Դες բաներ հանդիպել ենք եմելի մեջ, բայց ասացել է, որ ամբողջը գալիս հանգում է նրան, որ նո այդքան է ամբողջը, չէ, բայց հիմնականում իրավիճակը գալիս է նրան, որ առանձին հետազոտենք այս f1-ը, առանձին հետազոտենք f2-ը։ Հա, այսինքն իմ f-ը կարելի է գրել հավասար է f1, f2 եւ այլն մինչեւ f-ն, որտեղ այս f-երից յուրաքանչյուրը ինքը վերցնում է վեկտոր, վերադարձնում է թիվ։ Ամեն մեկը մի հատ թիվ է վերադարձնում, իրար տակ շարունում է, ստացվում է m հատիկ թիվ վերադարձվեցին, այսինքն r-նից գնաց դեպի r։ Ուսած առանձին կարելի է իրանց հետազոտել, առանձին ածանցել է սրանց, իրանց ինչ-որ գործողություններ կատարել, բայց ուսած հաճախ հանդիպելու նաև այս տեսակի ֆունկցիաներ։ Միգուցե օպտիմիզացիայի մեջ ոնց որ հանդիպեք, այդ դեպքում ավելի մանրամասն կքննարկենք, եթե չէ, հետո էլի բաժնում կտեսնենք իրանց։ Էլի, ոնց որ նախորդ բոլոր դեպքերում գլխավոր, հա, սրա գրաֆիկը գծելը շատ բարդ է, այսինքն եթե օրինակ ինքը R2-ից R2-ա գնում, վերցնում է երկչափ ինչ-որ մի կետ ու վերադարձնում է ինչ-որ մի ուրիշ երկչափ կետ, դրա նկարելի 3 հատ առանցքով սովորական ձևերով անհնար է, 4 հատ առանցքա պետք էլի։ Ինչ որ տարբեր նրբություններ, տարբեր ձևեր են փորձում, թե ոնց է կարելի է դրան ավելի լավ պատկերել կամ ասենք դե տենց որ նայես մատրիցներն են, չէ՞, իրանք վերցնում են մի վեկտոր, վերադարձնում են ուրիշ վեկտոր, եթե բազմապատկում ես իրանցով, բայց այդ մատրիցները կարելի է սիրուն նկարել, ասել ինչ որ անիմացիա անել, չէ՞, ասել էս իմ բանն է, էս իմ հարթությունն է, ինքը դառնում է այսպեսին օրինակի համար, բայց այս ընդհանուր դեպքում sense ֆունկցիաները նկարելը իրանց շատ դժվարոտ գործ է։ Կարելի առանձին f1-ը նկարել, f2-ը նկարել եւ այլն, բայց դա չեղավ էլի, որ ընդհանուր ֆունկցիան նկարեցի։ Բայց այն մնացած ամեն ինչը ածանցյալ հաշվել, ածանցյալով գտնել էքստրեմի կետերը կամ գտնել որ կետումա որ ածանցյալը 0 է եւ այլն, այդ գլխավոր գաղափարները նույնն են։ Ու սրա դեպքում նույնպես կսահմանենք։ Եկեք այդ սահմանենք ու հարցեր տվեք։ Եթե sense ֆունկցիա ունեմ, որը վերադարձնում է վեկտոր, այսինքն իրար տակ m հատիկ բան է վերադարձնում, սրանցից յուրաքանչյուրը կարելի է վերցնել ածանցել, այսինքն f1-ն է կարելի վերցնել, հաշվել f1-ի գրադիենտը, հետո f2-ն է կարելի վերցնել, հաշվել f2-ի գրադիենտը, ինքն այդ օրինակ գրեմ, օրինակի վրա բան անենք, հա, f-ը կախված x-ից ու y-ից, պատկերացրեք վերադարձնում է sense բան, առաջին հորիզոնական վերադարձնում է x քառակուսի, երկրորդում xy, երրորդում y խորանարդ, Էս ինչ է անում ինքը, վերցնում է 2 չափանի ինչ-որ մի բան, xy, վերադարձնում է 3 չափանի ինչ-որ մի բան։ Հիմա այս ֆունկցիան եթե վերցնեք, փորձեք իր հետ աշխատել, ապա օպտիմալ է այս առաջի կոորդինատում գրվածը համարել f1, երկրորդում գրվածը համարել f2, երրորդում գրվածն էլ համարել f3։ Ու կարանք նայենք f1-ի գրադիենտը, f2-ի գրադիենտը, f3-ի գրադիենտը։ Դե ինչ որ բան են, չէ՞, ստացել f1-ի գրադիենտը լինելու է ըստ x-ի վրա ածանցեմ կտա 2x, ըստ y-ի վրա ածանցեմ կտա 0։ Սա։ Կարամ երկրորդ կոորդինատը ածանցեմ, ըստ x-ի վրա ածանցեմ կտա y, ըստ y-ի ածանցեմ կտա x։ Եվ երրորդը ըստ x-ի վրա ածանցեմ կտա 0, ըստ y-ի վրա ածանցեմ կտա 3y քառակուսի։ Այ այս 3 հատ վեկտորներ են ստացվում։ Այս սրանց որ այսպես վերցնեք մի հատ մատրիցի մեջ գրեք,
այդ մատրիցը ոնց որ կնի կոպիտ ասած մեր f-ի ածանցյալ։ Հա, հիմա արդեն այնքան ունես դա ենք ասել, որ ածանցյալ ենք համարում ոչ միայն վեկտորը, այլև մատրիցը, բայց դա ոնց որ տենց էլ է պատահում։ Սրան այս 3-ը 2-ի վրա գրված այս արտահայտությանը կանվանենք մեր f ֆունկցիայի ածանցյալ չեն ասում, ոչ թե գրադիենտ են ասում են Յակոբյան։ Հա, այդ Յակոբին մաթեմատիկոս է գերմանացի, այդ ոնց որ անով են ուղղակի անվանում, կանվանենք x կետում իր Յակոբյան, ու ինքը նույն դերն է ստանձնում ինչ որ ածանցյալի գաղափարը, այսինքն մի փոփոխականի թիվ վերադարձնող ֆունկցիայի համար Յակոբյանը այդ ածանցյալն է, այն մեր միջևես քննարկած ֆունկցիաների համար որոնք որ թիվ են վերադարձնում, Յակոբյանը դա գրադիենտն է, այսինքն Յակոբյանը այդ ամենաընդհանուր դեպքն է։ Ինչ որ տեղ կհանդիպեք Յակոբյան, այդ ուղղակի համարեք, որ այդ ձեր f-ի ածանցյալն է։ Էլի ցույց է տալի իր արագությունը, բայց տեղ արդեն էլ ոնց որ արագության գաղափարը մի քիչ ուրիշ է, էլի։ Ինչևից է, դրան եթե ուզեք կարող հարցեր տան քննարկենք էլի, բայց ոնց որ կարող ենք այսքանով սահմանափակել մեր խորանալը։ Ուրեմն այս մեր ֆունկցիայի համար, եթե վերցնենք այս բոլոր ածանցյալները հաշվի, այսինքն առաջին կոորդինատային ֆունկցիան ածանցեք, երկրորդ ածանցեք, երրորդ ածանցեք ու իր տակ շարեք, ստացվի մի հատ m-ի վրա մատրից, դա կանվանենք իր Յակոբյան։ Ուտեց, ասենք, սա տեսեք ոնց որ վեկտոր գրածնի, բայց իրականում առաջին այս որ գրել ենք, այսի տողը, էսի տողը, տակինը, իրար տակ գրված տողեր են, այսինքն էսի իրականում ոչ թե վեկտոր, այլ մատրից։ Ուտեց, սա էլ լինում է մեր այն ինչը որ պետքա հավասար լինի 0-ի, որպեսզի կետը լինի էքստրեմի կետ։ Քանի որ մատրիցը չի կարող 0 հավասար լինի, ապա մատրիցի որոշիչը պետք է հավասար լինի 0-ի, այսինքն կարող եք ասեք, որ եթե այս մեր x-ը հանդիսանում է f-ի ուրեմն էքստրեմի կետ, ապա դրա համար անհրաժեշտ է, որպեսզի իր Յակոբյանի որոշիչը լինի 0 այդ կետում։ Սովորական 0։ Բայց ոնց որ իրոք այս շարժուց չեմ ուզում հավելյալ խորանանք, որովհետև բավական ավելի տենց ծանր բան է, ինչքան շատ դուստը իրար տակ բանն ես գրած, այդքան ավելի ծանր է դառնում ու իրան նկարելն էլ է շատ դժվար լինում ու տենց տակը առանձնապես տրամաբանություն չկա, էլի, այսինքն ինչ որ նոր բաներ չկան, ինչ որ լուրջ ինչ որ մաթեմատիկական բաներ մտածելու չկա, ուղղակի միջև էս եղած արդյունքները կարելի է նաև ընդհանրացնել այն դեպքի համար, երբ որ output-ը նույնպես վեկտոր է, այսինքն վերցնում է վեկտոր, վերադարձնում է վեկտոր։ Բայց մնացած ամեն ինչով նույն իրավիճակն է, շատ նման իրավիճակներ են։ Հարցեր։ Այս Յակոբյանը հիմա կարող ենք մի հատ էլ ածանցել Հեսյան ստանել, թե տենց չի աշխատում։ Այդ շատ լավ հարց եք տալիս, իրական կարող ենք մի հատ էլ ածանցենք, բայց արդյունքում չգիտեմ ինչ կստացվի, այսինքն ենթադրում ավելի մեծ չափան ինչ որ մի հատ բան պետք է ստացվի, ինչ որ երևի թե եռաչափ, կարող ենք ստուգենք, իրական կարող ենք էդի ստուգենք, մասնակի ածանցյալները առանձին կարող ենք հաշվենք, բայց դրանց ոնց է կարելի խմբավորել կամ կարելի է խմբավորել թե չէ, եկեք պարզենք։ Ես մարդուն կարելի է հավատալ, ասում են, որ եթե ուզում եք ածանցել, կարծացած Յակոբյանը մի հատ էլ ածանցել, կստանաք ինչ-որ մատրիցներից բաղկացած վեկտոր։ Ու ասում է կարելի է verify անել, որ եթե այդ մատրիցներից բաղկացած վեկտորի առաջի կոորդինատը վերցնեք, կստանաք առաջին ֆունկցիայի Հեսյանը։ Հա, կարծացած ասում է, եթե ուզում եք Յակոբյանը մի հատ էլ ածանցել Հեսյան ստանալ, այդ նույնն է ինչ որ իր առաջի ֆունկցիայի Հեսյանը վերցնեք, ու երկրորդ ֆունկցիայի Հեսյանը ու երրորդ ֆունկցիայի, այսինքն առանձին ֆունկցիաների Հեսյանները հաշվեք, ու այդ դրանք իրար կողք կշարեք, ու այդ ստացվածը ոնց որ կլինի ինչ որ մատ 3D մատրից, այսինքն շատ լավ, 3 tensor, 3 չափանի tensor կստացվի։ Հետարքիր հարցեր, տարօրինակ պատասխաններ են, բայց փաստորեն այո, ավելի լավ ձև ուրեմն չկա ինչ որ ձև էդի ներկայացնելու։ Շատ լավ։ Լավ, այսքանով մեր այդ ընդհանուր անալիզի կտորը ավարտեցինք, հաջորդը ոնց որ օպտիմիզացիա կանենք Արսեն Թարխանյան Հայկի հետ։ Ժողովուրդ, նույն ձև ոնց որ սահմանենք այս ամեն ինչը կարելի է մի քանի փոփոխականի ֆունկցիա համար սահմանել ինտեգրալի գաղափարը։ Եթե ինտեգրալը եկեք մի հատ ազատ էջ գտնենք, փորձենք գրել ինչ որ միտեղ, եթե
ինտեգրալը սովորական դեպքում ցույց էր տալիս, բայց չեմ սահմանել, ուղղակի երկու բառով ասեմ, ասենք ֆունկցիայի գրաֆիկը գծում էր, ասում եմ հասկանամ այսքան կտորում իր տակ եղած մակերեսը, դե նշանն էլ հետ է, հա, բայց ոնց որ այդքան էլ էական չի, ուղղակի մակերեսն էր զում հաշվել, վերցնում ինտեգրում էր, նույն ձև կարելի անել երկու չափանի ֆունկցիա, երկու փոփոխականի ֆունկցիայի համար, եթե ստեղ ունես ինչ որ իր գրաֆիկը, հա, ինչ որ այսպես պատկերացրեք օդի մեջ փռված չմացած լավաշ լինի, արդեն հաշվում ենք օրինակի համար, տեսեք մեր x-y առանցքները սրանք են լինում, ներքևը ունենում ենք ինչ որ մի sense, օրինակ ասում եմ այսքան այս ուղղանկյունն եմ վերցրել, կարող ասեմ որքան կլինի այս ուղղանկյան վերևը եղած, այս ծավալը, հա, եթե պատկերացնում եք, ոնց որ ունենում ես ինչ որ օդում պահած ինչ որ sense բան, հա, մի քիչ այսպես գծենք, որ ուղի գծեր չլինեն, ոնց որ այս քո սեղանն է, հա, օդում վերև ինչ որ այսպես վերև ներքև իջնող այսպես ինչ որ մի հատ sense սփռոց է պահի օդում, դրա տակ եղած ծավալն ես նայում, այսքան տեղը, հա, ինչ որ այսքան տեղը, որ սրան իջացնում ես ներքևը լինում մի բան, այսպես։ Այդ ուղղակի կոչվում է այսքան տեղով ինտեգրալ։ Այսինքն արդեն ինտեգրում ես ոչ թե a-ից b միջակայքում, այլ ինտեգրում ես այս ուղղանկյան մեջ։ Ասենք այս ուղղանկյունը երկու հատ ինտեգրալ նշան են դնում, տակը գրում են այս ուղղանկյունը, կամ կարող եք ինտեգրալ, ասենք 1-ից 3, 4, չգիտեմ, 1-ից 3, 2-ից 5, այդ նկատի ունենք x-ի արժեքը թող փոխվի օրինակ 1-ից մինչև 3, y-ի արժեքը 2-ից մինչև 5, դա 2-ն է, սա 5-ը, ու խնդրեմ, այս ուղղանկյունն է, այս ուղղանկյան վերևում նայի, թե քո այսքան տեղ եղած ծավալը որքան է։ Ինչ որ մատենց եռաչափ բան է, էլի ստացվում ըստեյության, այս եռաչափ ծավալը, որ կա քո ինչքան այս ֆունկցիան այդ սփռոցը բարձրացնես վերև, այդքան այդ սեղանից կհեռացնես, այդքան այս եղած ծավալը կմեծանա։ Քան իջացնես, այդքան ծավալը կփոքրանա։ Խոսքով, նույն ձև կարելի է կոչում են կրկնակի ինտեգրալներ, հա, այս կրկնակի ինտեգրալները սահմանել, այդ չեմ ասում, ցավ մեզ առանձնապես պետք չի գալու, ինչ, բայց ինտեգրալները ոնց որ մի փոփոխականի համար որ կարող ենք հաշվենք, այդքանն է մեծ հերիքելու, բայց եթե հետո պետք լինի, կարող ենք երկու փոփոխականի համար անել, ուղղակի իմանանք, որ դրանով կարելի է հաշվել գրաֆիկի տակ եղած ծավալ։ Հարցեր։ Okay. Լավ, այսքան որ ասել եք, մի բան էլ ասեմ, այսքան նենց չի, որ ինչ-որ տենց նոր բան եմ ասելու, բայց ինչ-որ տենց փաստ որը արժի ուղղակի ֆիքս է, եթե ունենք միաչափ, հա, մի փոփոխականից ֆունկցիան է, միաչափ դեպքում, ու դե վերցնում ես ինչ-որ միջակայքում իր տակ եղած այս, իրան ինտեգրում ես, դա իր տակ եղած մակերեսը։ Հիմա ինչ եք կարծում, ժողովուրդ, ինչ կլինի, եթե ես վերցնեմ, ինտեգրեմ, ասենք, հաստատում f(x) հավասար է 2 արժեքը ունեցող ֆունկցիան AB միջակայքում։ Ինչ եք կարծում, էսի ինչ կտա, սա։ Տարբերակներ։ Կամ կարող առաջարկեք ոնց հաշվեմ։ 2 անգամ b մինուս a։ Շատ ճիշտ է։ Տալու է սրա տակ եղած մակերեսը, այս շրատակ եղածն էլ ուղղանկյուն է, մի կողմը այս b մինուս a-ը, մյուս կողմը 2-ը։ Այսինքն իրոք, էսի տալու է 2 անգամ b մինուս a, կամ կարող եմ սրա փոխարեն գրեմ, սենց, դե ուղղակի գրեմ 2, 2-ը ինտեգրում եմ a-ով 1, տալիս է 2 անգամ b մինուս a։ Լավ, իսկ ինչ կասեք, եթե երկու ֆունկցիայի փոխարեն վերցնեմ ինտեգրեմ f(x) հավասար է 1 ֆունկցիան, այսինքն տենց հաստատում 1։ Այդ դեպքում ինչ կտա։ Տեղ որ գրեմ 1։ Տարբերակներ։ Շատ ճիշտ է, այս երկուսը գնում է մի կողմ, այսինքն եթե դու վերցնես, եկեք պարզենք, հա, այս ինչ արդյունք ստացանք։ Ստացանք, որ եթե ինչ-որ մի հատ միջակայք վերցնես, ինչ-որ a-ից b, ու այդ միջակայքով 1 ինտեգրես, այդ միջակայքի վրա ինտեգրես 1 թիվը, ինտեգրալ ուղղակի 1 dx, կամ հաճախ այս 1-ը չեն գրում, ուղղակի գրում են dx, a-ից b dx, եթե 1 թիվը ինտեգրես, կստանաս այդ միջակայքի երկարություն, կամ այդ միջակայքի չափը, կարող ենք տենց ասեն, ստացվում է ուղղակի այդ a-ից b եղած հեռավորությունը, այսինքն b մինուս a։
ոնց որ առաջին հայացքից առանձնապես չոր կարևորություն չունեցող մի բան է, բայց այս ոնց որ ինտեգրալի գլխավոր հատկությունն է, նույնիսկ այս ինչ որ իման ստացանք, սա համարժեք է ինտեգրալի սահմանմանը։ Տենց, եթե ուզում եք ինչ-որ բազմության, ինչ-որ միջակայքի երկարությունը հաշվել, կարող վերցնեք այդ դրանով մեկ ինտեգրեք մեկ ֆունկցիա։ Ու այս մասնարարպես նաև նշանակում է, որ եթե ինչ-որ մի տենց հաշվարկ բան տեսնեք մեջը գրած լինի, ասենք a-ից b, ինչ-որ ստեղ 1 կամ թեկուզ ինչ-որ հաստատուն տիպ գրած լինի, միանգամից կարող ասեք, որ դա սրա c անգամ այդ քո միջակայքի չափը։ Նույնը ճիշտ է, եթե ոչ թե ինչ-որ sense AB միջակայք է, այլ ասենք միջակայքերի միավորում, հա, օրինակ այս AB միջակայքը միավորած այս C-ից D միջակայքի հետ, եթե ինչ-որ մի հատ ֆունկցիա լինի, որը այսքան տեղը 1 է, այսքան տեղը 0 է, այսքան տեղը 1 է, այսքան տեղը 0, եթե սրան դե պատկերացրեցիք, հա, 1 է, հետո իջնում է 0, հետո էլի բարձրանում է 1։ Եթե իրան ինտեգրեմ a-ից d, ինքը կտա այսքան մասի երկարությունը պլյուս այսքան մասի երկարություն։ Այսինքն ինտեգրալները նաև կարելի է օգտագործել հաշվելու համար ինչ-որ բազմությունների երկարություններ, չափեր։ Ու տես, մի խոսքով էլ ինչ-որ հետաքրքիր հատկություններ կան, հետագայում, երբ որ հավանականությունը տեսության մասը սկսենք, այդ հավտեսում է լիքը ինտեգրալներ օգտագործելու ենք, այս հատկությունները ընդեղ էլ կհանդիպեն։ Ու մի բան էլ, այն ոնց որ ինտեգրալը դա գիտենք ոնց է սահմանվում, ինչ որ մի բան ուզում ես հաշվել, ասենք ինչ որ բանի տակ եղած մակերեսը, բայց պարտադիր չի մակերեսի հաշվելու լինի, էլի։ Բաժանում ես մասերի, փոքր մասերի ու գումարում ես իրար։ Միշտ երբ որ ինչ որ փոքր մասեր, այդ ոնց որ ինչ որ մասեր գումարել իրար, եթե խոսքը փուճուր մասերի վերաբերյալ է, դա ստացվում է որ նույնն է ինչ որ ինտեգրալ։ Այսինքն որ ստացվում է ինտեգրալը հենց այդպես սահմանեցինք, այսինքն բաժանի մասերի ու գումարի իրար։ Հետագայում կտեսնեք ժողովուրդ, որ իրական այդ գումարելը եւ ինտեգրելը, դրանք ոնց որ նույն բանը լինեն։ Հա, իմաստային առումով երկու հատ կարելի ասել նույն բաներն են։ Պարզապես մեկը այս գումարման նշանը աշխատում այն դեպքում, երբ որ դուք գումարես վերջավոր հատ բանը է, կամ թեք ուզում անվերջատ լինեն, բայց ասենք հաշվելի լինեն, հա, ասենք առաջին պլյուս երկրորդ պլյուս երրորդ պլյուս չորրորդ, ոչ թե sense ինչ որ ոնց որ այդ պետք է ուղղակի sense կարդակ, հա, ինչ նշանակում, եթե անհաշվելի հատ լինեն, այդ դեպքում գումարման փոխարեն ուղղակի գրել ենք ինտեգրալ, բայց իմացեք, որ գումարելը եւ ինտեգրելը դրանք ըստ էության նույն բաներն են, հա, ինտեգրել այդ ոնց որ բաժան փոքրիկ կտորների ու գումարել իրար, այդքան բանն է, այն արանքի հատվածը որ հանեք, խոսքով նույն բանն է ստացվում։ Այս ինչ որ տենց նենց ինչ որ խիստ բան չեմ ասում, որ դրանով կարողանաք խնդիրներ լուծել ենթադրենք։ Աչքաչափով ինչ որ մի բան է, բայց սա ոնց որ տենց աչքի առաջ ունենալու ձեզ հետագայում շատ կօգնի։ Ինչ որտեղ որ տեսնեք գրած է, այս ինչ բանը գումարած, կարող ասեք, օքեյ, եթե սա լիներ անվերջ հատ, անհաշվելի հատ, ուրեմն պետք է ոչ թե գումարել, այլ ինտեգրել ու այդ նույն գաղափարն է իրականում։ Հետո մի 5-10 հետո ենթադրենք ավելի տենց հենց առնչվենք այս սրան ու կտեսնեք, որ իրոք իրանց միջև մեծ տենց նմանություն կա, որտեղ նույն բանն է։ Շատ լավ։ Դե ուրեմն այսօր այսքանը անալիզը ավարտեցինք։ Շնորհակալություն միանալու համար, Ժորժ ջան, հաջողություն։